ճիշտ լոգիստիկան եւ լավ լոգիստիկան այն լոգիստիկան է, որի մեջ պատվիրատուն գրեթե չի խառնվում։ Ապրել Հայաստանում, միտեղ խարսխված լինել եւ բիզնես անել Հայաստանից դուրս բնականաբար բարդ է։ Հիմա մեր շուրջ մենք ինչ տեսնում ենք, ինքը կամ իր հունքը ներկրված է։ Իսկ ինչքան ժամանակ հետո, եթե սա շարունակվի, մենք կնկատենք ապրանքների գների աճ արդեն։ Ապրանքների գների աճ արդեն պիտի նկատենք։ Երկու պլանավորող կա մեր կյանքում, մեկը մենք ենք կյանքի նկատմամբ, մեկը կյանքն է մեր նկատմամբ։ Իմ համար համակարգվածությունը ստաբիլությունն է։ Ես սիրում եմ ստաբիլությունը։ Խիստ պլանավորումը իրականության վրա ինչ որ առումով բռնություն է։ Լոգիստիկան ինքը ապրելու ոճ է քեզ թելադրում։ Ողջույն բոլորին, մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր եւ այսօր խոսալու ենք ակտուալ ու բոլորին հուզող գործարարներից, բոլորին հուզող թեմաներից, իսկ մինչև իմ հյուրին ներկայացնել, ուզում եմ ներկայացնել մեր ոդկասթի գործընկերներին։ Առաջի գործընկերը իհարկե Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր ոդկասթները, իսկ երկրորդ գործընկերը Phil-Armenia ընկերությունն է, որը կազմակերպում է ֆանտաստիկ միջոցառումներ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս եւ մեր Club Capital-ի լավագույն գործընկերներից է հենց միջոցառումների կազմակերպման ոլորտում։ Եվ իմ հյուրը Արտակ Նամարքարյան, Club Capital-ի անդամ, Prime Logistics ընկերության հիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, լավ մարդ, լավ ընկեր եւ լավ գործարար։ Արտակ ջան, բարի գալուստ։ Ողջույն Գրիգոր ջան, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Քեզ հետ հանդիպում միշտ լավ էմոցիաներով ու դրական արդյունքներով հանդիպումներ ա լինում, այնպես որ շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, հուսում լավ զրույց կունենանք, հետաքրքիր։ Շատ դե արի սկսենք քո կարիերայից, սովորել ես ոնց հասկանում եմ պոլիտեխնիկում։ Արի գնանք այդ տարիներից գանք, հա։ Պետական ճարտարագիտական համալսարան մի ժամանակվա։ Սովորել եմ պոլիտեխնիկում, իրականում դեռ վարժարանից, այսինքն 9-10 դասարաններն եմ գնացել վարժարանի պոլիտեխնիկի, հետո արդեն պոլիտեխնիկ բակալավրատ, դրանից հետո մագիստրատուրա, հետո հատենախոսություն, ինժեների ուղին էի ընտրել, ինժեներների ընտանիքում եմ իրականում ծնվել, այդ տենց մի քիչ բանը, наследственный, այսպես ասեմ, ինժեներությունը, այդպես, բայց բակալավրատի դիպլոմայինիս պաշտպանության հաջորդ իսկ օրվանից հրավիրվել եմ աշխատանքի միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ու այդպես գնացել է դրան արդեն մագիստրատուրան եւ թեզը մատենախոսությունը զուգահեռ եղել է աշխատանքից 2001 թվականից արդեն այս ոլորտում եմ ոնց եմ ընտրել այդ ոլորտը դա այդպես ստացվեց չգիտեմ հիմա առաջին աշխատանքս էր առաջին ոլորտն էր շատ ոգևորված էի ու այդ ոգևորությունը իրականում միջև հիմա էլ կա այսինքն կարելի ասել որ երևի թե ինձ համար ճիշտ մասնագիտություն եմ ընտրել որովհետև երբեք չի եղել դեպք որ մտածեմ որ ինչ կլիներ եթե այլ ընտրություն կատարեի այլ ոլորտ մտնեի ու կարելի ասել որ ամեն օր ես իրականում մեծ հաճույք եմ ստանում աշխատանքիցս ու ոլորտից իրականում իսկ հենց քո բիզնեսի հիմնադրելը երբ եղավ ու ոնց եղավ բիզնեսի հիմնադրելը եղավ 2010 թվականին շատ չպլանավորված բացարձակ պլանավորված չէր երբեք տենց ամբիցիա չեմ ունեցել երբեք չասեմ այդ ժամանակ այդ տարիքում երևի ինքս էլ պատրաստ չեմ եղել տենց ամբիցիաների չեմ ունեցել ամբիցիա որ սեփական բիզնես ունենամ չգիտեմ ինչ որ կառավարման մեջ մտնեմ եւ այլն շատ միամիտ պատահաբար առանց գործ մնացի ուղղակի տենց մի օրում մի ակնթարթում մի լուրջ խնդրի պատճառով առանց գործ մնացի ու արդեն գրեթե 9 տարի էր ավել ոլորտում էի ու ընկերներս տենց մտածում էի ինչ անեմ իրականում 2 շաբաթ եմ մնացել առանց գործ տենց երբ որ մտածում էի ինչ անեմ ոնց անեմ միգուցե միգուցե չէ ինչ որ բան կար էլի սենց հետ պահող ձեռնարկատիրությամբ չէի զբաղվել ոլորտը լավ գիտեի մասնագիտությունս լավ գիտեի բայց ձեռնարկատեր չէի ամեն դեպքում բայց ընկերներից տենց խորհրդով պատժերժկայով այսպես չգիտեմ ուղղորդումներով ու նաև իրենց օգնությամբ ընտրեցի այդ որոշումը կայացրեցի ոչ թե ընտրեցի ուղղակի գնացի պետրեգիստր գրանցեցի կազմակերպությունը ու սկսեցինք աշխատել շատ փոքր թիմով իրականում սկզբում 3 հոգի էինք եւ բայց գնալով աճեցինք բավական արագ 25 նաև 10 միավոր տեխնիկա ունենք, չէ՞։ 11 միավոր տեխնիկա ունենք, տարբեր նոր պրոյեկտներ ունենք, որոնց մեջ փորձում ենք նոր առաջին քայլեր անել։
ու այդ մասով երևի պիոներ կլինենք շուկայում, բայց ասեմ որ պետք է արվի, ես միշտ այդ գաղափարով եմ միշտ գնացել առաջ, եթե գաղափարը կա, եթե ինձ դուր է գալիս գաղափարը, ես դա փորձում եմ անել։ Ձեր շուկան շատ մրցակցային է, շատ մրցակցային է ու դուք կարելի ասել աշխատում եք շատ փոքր մարժայի վրա եւ ոնց է առհասարակ շուկայի կառուցվածքը, հա, ոնց է հնարավոր է շուկայում շահութաբեր լինել։ Ինչից է դա կախված, սեփական մեքենա ունենալ չունենալուց, մեծ շրջանառություն, ես գիտեմ բավական մեծ է ձեր շրջանառությունը, մի քանի միլիարդ անցնում է, բայց ամեն դեպքում ինքը շատ մրցակցային շուկա է, էլի։ Տես Գրիգոր ջան, ստե մի քանի կողմից է պետք է այս հարցին մոտենալ։ Մրցակցային է, որովհետև տես, եթե մենք խոսում ենք լոգիստիկայի եւ միջազգային բեռնափոխադրումների մասին, ինքը բավական խորը բան է։ Ցանկացած կազմակերպություն, ով որ վերցնում եւ տալիս է, եթե դա տրանսպորտին է որևէ կերպ առնչվում, կոչվում է լոգիստ, հա, ենթադրենք կամ բեռնափոխադրող, բայց իրականում դա այդպես չի։ Հենց զուտ բուն լոգիստիկայով զբաղվող կազմակերպություններ այդքան էլ շատ չեն։ Չնայած որ այդ միջազգային բեռնափոխադրումների մեջ ներգրաված կազմակերպություններ շատ կան, բայց հենց լոգիստիկան իրականացնողները այդքան էլ շատ չեն։ Մարժան բավական ցածր է, որտեղ խաղացողներն են շատ, իսկ մեր շուկան չգիտեմ ինչով է դա պայմանավորված, տես մեր մոտ ասենց մի խնդիր կա, գործընկերությունը միշտ չի, որ հաղթում է, որպես կանոն հաղթում է արժեքը։ Արժեքի վրա հիմնվելով աշխատելը միշտ շատ սխալ է։ Մարժայի հաշվին առնի։ Դա միշտ մարժայի հաշվին է, որտեվ ամեն դեպքում ֆիզիկա է։ Մի կետից մյուս կետ փոխադրելը մի փոքր միջնչին տարբերությամբ կարա շեղում տա։ Ինքը չի կարա ինչ որ լուրջ շեղումներ տա գնային։ Հետաբար եթե քո առաջարկը կարա ընդունվի պատվիրատուների կողմից միայն ցածր գնի տրամաբանության մեջ, դա ուղիղ հարված է մարժային։ Իրականում Եվրոպայում էլ ժամանակին այդպես եղել էր, Եվրոպայում հիմա շատ փոխվել է այդ մասով, այնտեղ սկսվել են տենդենսներ արդեն վաղուց կան, վաղուց մի 20-30 տարի արդեն կա, ինչքանով որ ես հետ եմ գնում ու նայում եմ, ուսումնասիրում եմ, գործընկերության գաղափարը այնտեղ ավելի լուրջ է դրված, որովհետև մեծ ընկերություններ, կորպորացիաներ իրանք չեն նայում, իրանց հարմար չի, իրանց կոմֆորտ չի տարբեր ընկերությունների հետ աշխատել։ Իրանք ընտրում են լավ խաղացող շուկայում ու տալիս են իրեն վստահության տեսանկյունից ու դա իրանց մոտ գնում է որպես նստում է որպես ծախս զուտ։ Այդ տեսանկյունից են առաջնորդվում։ Դու չես կարա գնի վրա հիմնվելով մեծ որևէ կորպորացիայի ներգրավել կամ հետաքրքրել, չէ, միայն ծառայությունների բազմազանությամբ եւ միայն բազմազանությամբ, այսինքն այդ կամպանիան իմանալով, որ դու իր բոլոր կարիքները կարող ես ծածկել, ինքը սկսում է քեզ հետ աշխատել։ Մեր մոտ այդպես չի դեռ, երևի թե մի օր այդպես կլինի։ Մենք իհարկե ունենք պատվիրատուներ, որոնք զուտ պատվիրատու չեն, իրանք արդեն վաղուց գործընկեր են մեզ դառել, որոնց հետ կա վստահության մեծ պաշար աշխատանքի ու իրականում այդ ընկերությունների հետ ավելի աշխատելուց դու ավելի զուսպ ես լինում, ավելի ուշադիր ես լինում թե գնագոյացմանը, թե ծառայության որակին։ Այսինքն իրականում ես մտածում եմ, որ իմ մաշկի վրա ես դա զգացել եմ, որ այդպիսի վստահության վրա հիմնված գործընկերությունը ինքը քեզ ավելի է զգաստացնում։ Պարտավորեցնում է, իհարկե։ Եվ պարտավորեցնում։ Այսինքն դու գիտես, որ ինքը գործընկերն է, դու ամեն ինչ անում ես, որ իր համար լավ պայմաններ ունենաս աշխատանքին։ Ես չեմ խոսում ցածր գնի մասին։ Ես խոսում եմ լավ պայմաններ եւ մրցակցային գին գաղափարի շուրջ։ Որտեվ եթե մենք հիմնվում ենք մենակ արժեքի վրա, ներմուծող կամ արտահանող ընկերությունը կարա ամիսը 4 գործընկեր փոխի, 4 ծառայություն մատուցող փոխի, չասեմ գործընկեր, հա։ Տենց բիզնեսը շատ է բարթանում։ Ես սիրում եմ մեր հետ աշխատող կազմակերպությունների հետ պարբերաբար հանդիպել ու ես փորձում եմ ինքս իմ տեղում այդ պրակտիկան մտցնել ու կիրառել, որ ժողովուրդ ջան, եկեք մենք իրար գործընկեր լինենք ավելի լավ, հա, ու ինքս էլ փորձում եմ ինձ շրջապատել եւ մեր կազմակերպությունը շրջապատել հենց այդպիսի գործընկերներով։ Պետք չի ունենաս, չգիտեմ, 1000 պատվիրատու։ Պետք չի։ Դու ավելի լավ ունենաս 100 գործընկեր, քան 1000 պատվիրատու։ Դա իհարկե մարժայի վրա սկզբնական հարցին հետ գանք, մարժայի վրա իհարկե կազդի կլավացնի քո մարժինալնեսը այդ մասով, բայց նաև քեզ կդարձնի ավելի կայուն ու հասուն կազմակերպություն։ Իսկ ցանկացած պատվիրատու ինձ թվում է ցանկություն ունի, ուզում է ունենա կայուն հասուն գործընկեր ոլորտի մեջ,
ծառայությունների մատուցման տեսանկյունից, քան կազմակերպություն, ով անընդհատ փորձում է ցածր գին առաջարկի, այդ լավ պրակտիկա չի։ Հա, համաձայն եմ։ Իսկ դասական իմաստով ինչ ասել է լոգիստիկա, ոնց դու նշեցիր, կա մոդել, կա կարծիք, որ լոգիստիկան դա ապրանք տեղափոխելն է, բեռնել ու բեռնաթափելն է։ Դասական իմաստով ո՞րն է լոգիստիկան։ Տես, մեր սեղանին ջուր կա դրված։ Այս ջուրը ինչ որ կերպ հասել է մեր սեղանին, աղբյուրից։ Այդ մատակարարման շղթայի բոլոր օղակների ճիշտ կազմակերպումը հենց լոգիստիկան է։ Կախված այն մասից, թե որտեղից է, եթե մենք խոսում ենք լոգիստիկան տրանսպորտի տեսանկյունից, այն բայց սկսած, երբ որ դու ինձ հանձնարարում ես այս ջուրը հասցնել ես սեղանին, դա տրանսպորտային լոգիստիկան է։ Հա, այսինքն, եթե դու ջուր արտադրող, արտահանող կազմակերպություն ես, դու այդ ջուրը աղբյուրից ինչ որ կերպ պետք է հարցնես շշերին, շշերից ինչ որ կերպ խանութների բաներին, հա, դարակներին, հետո այս սեղանին։ Իրականում այդ սաղ process-ի ճիշտ կազմակերպումն է լոգիստիկան։ Հիմա ինչքանով որ դու տես նշեցիր, մենք ունենք սեփական տեխնիկա, մենք ունենք սեփական ծառայություններ, այսինքն ծառայություններ, որոնք 0-ից մենք ենք ձևավորում։ Զուգահեռ ինչ ծառայություններ կան լոգիստիկայի կամ բեռնափոխադրման ծառայությանը կից, հա։ Հիմնականը կան, այսինքն օդային փոխադրումներ, ցամաքային փոխադրումներ, ծովային փոխադրումներ, բայց դրան հարակից կան նաև հավաքական բեռների փոխադրումներ, որոնք ինչ որ կերպ պետքա կազմակերպվեն, հա, այսինքն դրա կազմակերպելու համար դու պետք է ունենաս պահեստ, դու պետք է ունենաս ներքին փոխադրումների ծառայություններ, դու պետք է ունենաս ձևակերպումների մաքսային փաստաթղթերի մասով աջակցության հնարավորություններ, հա, այսինքն իրականում ճիշտ լոգիստիկան եւ լավ լոգիստիկան այն լոգիստիկան է, որի մեջ պատվիրատուն գրեթե չի խառնվում։ Այսինքն ես կարողանում եմ քեզ ապահովել այնպիսի ծառայության, Նաև մաքսային բրոկերի ծառայություն եք դուք։ Մենք ինքներս մաքսային բրոկեր չենք, բայց մենք ունենք գործընկեր մաքսային բրոկերներ, որոնց որ մենք խորհուրդ ենք տալիս մեր պատվիրատուներին։ Հասկանում, մենք ինքներս մաքսային բրոկեր չենք։ Իսկ ձեր աշխարհագրությունը ո՞ր երկրներն է ներառում։ Բոլոր այն երկրները, որտեղից ունենք ներմուծում եւ արտահանում։ Հայաստանի Հանրապետությունը նկատեմ։ Չկա այդպիսի ուղղություն, որից որ մենք չենք փոխադրում, Աֆրիկայից նույնիսկ ունեցել ենք բեռներ, Աֆրիկայից ունենք, Հարավային Ամերիկայից, Կենտրոնական Ամերիկայից, Եվրասիայից մայրցամաքը չեմ էլ նշում, որտեղ դա շատ մեծ ծավալու ենք։ Բայց այս բիզնես մոդելը նաև աշխատում է սենց, որ դուք կարաք Աֆրիկայում չունենաք, Աֆրիկա գնացող ֆուր չունենաք, բայց գտնեք Աֆրիկայում գործընկեր կազմակերպություն, որը ունի Աֆրիկայում ֆուրեր, տեխնիկա ու իր հետ համագործակցելով ձեր բեռը Աֆրիկայից բերեք, ճիշտ եմ, չէ՞, պատկերացնում։ Ճիշտ է պատկերացնում ու գիտես, մենք ներգրաված ենք տարբեր ասոցիացիաներում, տարբեր ուրեմն ալյանսներում, այսպես, ու այդ անդամակցությունները մեզ բերում են լավ նեթվորք։ Իրականում նեթվորքն է հաղթում։ Ինչքան լավ գործընկերներ, փորձված վստահելի գործընկերներ դու ունես, այնքան քո ծառայությունները ավելի լավն են լինում, դու ավելի վստահ ես այդ առաջարկը անում քո պատվիրատուին, հա, այսինքն, օքեյ, մարդ կա, որ եկել է ինձ ասում է, ենթադրենք բանից Աֆրիկայից ուզում եմ բեռ փոխադրեմ, ես ինչ պիտի անեմ, ես ոչ չեմ գնալու Աֆրիկայից ինքս բերեմ, բայց ես ունեմ Աֆրիկայում մի քանի գործընկեր, որոնց հետ կարող եմ դա կազմակերպել, ծովային մասը, ցամաքային մասը, հա, այսինքն այդ գործընկերների ներգրավման process-ները, այդ գործընկերների հետ պարբերաբար աշխատանքը, պարբերաբար հանդիպումներն են, որ ստեղծում են այդ հենքը, որի վրա կառուցվում է հենց մեր լոգիստիկան։ Դե ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության երևի թե ամենաուժեղ խթանողներից մեկը հենց լոգիստիկ ոլորտն է, ու եթե մենք կարողանանք արագ, նաև մրցունակ ձևով, էժան ինչ-որ իմաստով կազմակերպել մեր ապրանքների արտանումն ներմուծումը, այդ տնտեսության ոնց որ անոթները, երակները կլինեն, էլի։ Դե լոգիստիկան դա այն է, առանց որի որևէ տեղ որևէ բան հնարավոր չի անել։ Այսօրվա պատերազմները դրա համար են նաև ճանապարհների, հնարավորությունների, ազդեցությունների, իհարկե, ինչքան շատ ճանապարհների վրա, ինչքան շատ հանգույցների վրա դու ունես ազդեցություն, այնքան ուժեղ ես։ Իհարկե։ Հիմա մեր շուրջ մենք ինչ տեսնում ենք, ինքը կամ իր հումքը ներկրված է։ Այո։ Կամ արտահանվում է, եթե ստեղ արտադրվում։ Հետևաբար առանց լոգիստիկա դա հնարավոր չի իրականացնել։ Ինչքան լավն են քո ճանապարհները, ինչքան լավն են քո հանգույցները, ինչքան լավ տեղում ես դու գտնվում, այդքան ավելի մրցունակ է քո լոգիստիկան։ Ես միշտ ասում եմ, այդ լավ բան չի իհարկե, բայց Հայաստանը դա լոգիստիկ փոս է, ինչ որ չափով։ Մենք տրանզիտ երկիր չենք։ Տեսանելի ապագայում դժվար թե դեռ
դառնանք տրանզիտ երկիր եւ մեր հնարավորությունները մենք ինչով ենք կարողանում լավ առաջարկներ կարողանալ ստեղծել ժամանակակից ինչ որ լուծում տալ դա նոր ուղիների փնտրումն է փնտրտուքը անընդհատ այսինքն եթե դու լոգիստիկ կազմակերպություն ես եթե դու ուզում ես աճես եթե դու ուզում ես լավ ծառայություններ մատուցես դու պետք է անընդհատ փնտրես անընդհատ նոր ուղիներ նոր ճանապարհներ նոր հնարավորություններ այլ կերպ հնարավոր չի այսինքն մենք ունենք ինչ ունենք բայց պետք է փորձենք ավելի լավը ստեղծել ու դա իրականացնում ենք որովհետեւ այլ տարբերակ չունենք հասկացա հիմա մերձավոր արևելքում պատերազմ է գնում ու այն հիմնական նավահանգիստները որտեղով Հայաստանը գալի ու գնում բեռերը հիմա այս բային գործումը չի գործում քիչ խնդրեմ այդ իրավիճակից պատմես ռեալ կոնտեքստում ոչ թե լավատեսական կամ վատատեսական այլ ռեալ հենց ինչա կատարվում հիմա դե խոսքը Իրանի մասին է հիմնականում Իրանը դա մեր ոչ թե հիմնական տրանզիտ երկիրն էր այլ տրանզիտ երկրներից մեկը այսինքն ուղղություններից մեկը մենք եթե խոսում ենք ասիական երկրներից փոխադրվող բեռների մասին մենք ունենք երկու տարբերակ 1 սև ծովով փոթիով տարբերակ 2 Իրանով Իրանով քանի տոկոսը քանի անընդհատ փոփոխվում է որովհետև փոխադրման արժեքներն էլ անընդհատ փոփոխվում են տես ինչու՞մն է բանը ընդհանրապես ամենամատչելի փոխադրման տեսակը առհասարակ ծովային փոխադրումն է ինչքան ծովային կտորը մեծ է այնքան փոխադրման գինը ընդհանուր ցածր է Բանդեր Աբասից Երևան ցամաքային կտորը շատ մեծ է այսինքն այնտեղ գնագոյացման մեջ ցամաքային մասը բավական մեծ է եւ կախված ծովային փոխադրումների ֆրախտի այսպես ասած գների փոփոխությունից մեկ կրում է Աբասը մեկ կրում է փոթին հա այդ առումով բայց կամերական կարող ենք ասենք 50-50 հա բաշխված անընդհատ փոփոխվում է կարող լինի 30-70 կարող լինի 50-50 պիտոմ 30-70 մեկ մի ուղղությամբ մեկ այլ ուղղությամբ այստեղ մի քանի խնդիրներ կան Իրանի հետ կապված խնդիր համար 1 դա Իրանը սանկցիաների տակ է այսինքն մենք ունենում ենք մատակարարներ ովքեր որ ունեն հիմնադիրներ Եվրոպայում կամ աշխատում են եվրոպական խոշոր ընկերությունների հետ ու իրանք առհասարակ դեմ են Իրանով փոխադրումներին, հա, այսինքն ավտոմատ տեղափոխվեց դեպի փոթի։ Ունենք մատակարարներ, ովքեր որ դեմ չեն Իրանին, ասում են, օքեյ, թող գնա Իրանով, դա մի կտոր է։ Հիմա այս մինչև պատերազմը կարող եմ ասել, որ առնվազն 70-30 հաղթում էր Իրանը տոկոսային տեսանկյունից։ Այստեղ գիտես ինչու՞մն է բանը, քանի որ Կարմիր ծովը այս պահին փակ է, այս պահին չի արդեն երևի տարի ու կես կլինի կամ հա տարի ու կես երևի մոտավորապես մի քիչ էս կողմ ենք ում ասեմ գիտես Եմենում այդ հութիները որ հարձակվեցին մի քանի նավի վրա Սուեզի ջրանցքը փակվեց ծովային ընկերությունների այսինքն իրենք սկսեցին չմտնել Կարմիր ծով եւ ասիական ուղղությունը այդտեղ Չինաստան, Հնդկաստան, բոլոր Մալայզիա, Ինդոնեզիա կոնտեյներները, նավերը սկսեցին անցնել Մադագասկարով ամբողջ Աֆրիկան պտտվելով ու Գիբրալթարի նեղուցով մտնում են միջերկրական ծով։ Այդ ճանապարհը բավական սկսեց երկարացնել փոխադրումների ժամկետները։ Դա էր հիմնական պատճառը, որ պատվիրատուների մի որոշ մաս նախընտրում էր Բանդար Աբասով փոխադրումները։ Ոչ թե որտեվ Բանդար Աբասով էժան է ոչ թե որտեղ այնտեղ տրանսպորտը ավելի ցածր է, երբեմն ցածր է, երբեմն բարձր է մի փոքր, հարցը դա չի, հարցը ժամկետներն են։ Լոգիստիկայում միշտ շատ կարևոր են ժամկետները։ Եթե պատվիրատուն կարողանում է այդ մի 3 ամիս ստոկը իր ապահովի եւ կրիտիկական չի իր համար 2-3 ամիս փոխադրումը Չինաստանից, ինքը ընտրում է փոթի տարբերակը, որովհետև փոթի ուղղությամբ աշխատում են ավելի վստահելի նավատիրական գծեր, ավելի լուրջ նավատիրական գծեր, ամեն ինչ ավելի կայուն է, ավելի ստաբիլ է, նույնիսկ ժամկետները երկար են, բայց ստաբիլ են։ Աբասի դեպքում այդպես չի։ Ինքը միշտ տատանվող է, միշտ խնդրահարույց է ու նորից չնչին փոփոխություն Իրանում, լինի դա քաղաքական թե տնտեսական անմիջապես հարվածում է գներին, որտեվ նորից եմ ասում, ճանապարհի մի մեծ մասը ցամաքային հենց Իրանով է գնում։ Իսկ հիմա կանգնած է, գալիս է։ Կանգնած է, բացարձակ կանգնած է, հա։ Այն ինչը որ եկել է, հասել է Բանդար Աբաս, այն ինչը որ դատարկվել է Բանդար Աբասում, այդ ամեն ինչը գալիս է, շատ ավելի դանդաղ իհարկե, քան առաջ էր կիրառվում են պատերազմի ռիսկի վճարներ, այդ որ risk charge-ա կոչվում, նավատիրական գծերը կիրառում են այդ charge-ը, որը իհարկե դասվարողի ուսերին է դրվում, էլի չէ։ Այո, $2-ից $3,000 շրջանում մոտավոր տատանվում ամեն կոնտեյների համար։ Ես ասեմ, անգամ դեպի փոթի աշխատող նավատիրական գծերն են կիրառում հիմա war risk charge, իհարկե շատ ավելի փոքր գումարի մասն է խոսքում $200 սահմաններում, բայց Աբասի ուղղությամբ ամեն կոնտեյներից մոտավորապես $2,500-3,000 կիրառում են։
ամեն դեպքում այս բանը փակ է։ Առհասարակ դեպի բանդարաբաս եկող կոնտեյներները, նավերը 3 իրականության առաջ ենք կանգնած այս պահին։ Առաջինը, որոնք որ եկել են, դատարկվել են արդեն բանդարաբասում, այնտեղ բարձվում են մեքենաներ եւ գալիս են։ Մյուս տարբերակը, երբ որ միջանկյալ նավահանգիստներում, այսինքն Ջեբել Ալի կլինի կամ Հնդկաստանի նավահանգիստներ կլինեն, այնտեղ նավերը դատարկվում են, այդ կոնտեյներների պահ են դրվում եւ սպասում են լավագույն ժամանակներին, երբ որ նորից կբացվի ծոցը, կկարողանան նավերը արդեն գալ դեպի բանդարաբաս, եւ երրորդ տարբերակը, որ առհասարակ նավերը հետ են գնում, կոնտեյներները հետ են իջացնում Չինաստան կամ Հնդկաստան, հա։ Այսինքն այդպիսի տարբերակ էլ կա, 3 իրականություն է իրականում ու հանգուցալուծումը, միակ հանգուցալուծումը պատերազմի ավարտն է իհարկե, բայց կրկին նույնը չի լինի, միանշանակ նույնը չի լինի։ Կլինի շատ ավելի բարդ, այնպես որ ես օրինակ մեր գործընկերներին խորհուրդ եմ տալիս այս բaragայում փորձել իրենց բիզնեսը այնպես կազմակերպել, իրենց պահեստները, ստոկերը այնպես կազմակերպել, որ պատրաստ լինեն 2.5-3 ամիս փոթիով փոխադրումներին։ Գիտես, այն դեպքում, երբ որ դու այդ հնարավորությունը ունես, դա խնդիր չի։ Ունենք իհարկե նաև այսպես ռեզերվային տարբերակ ցամաքային փոխադրումները Չինաստանից, իրանք ուղղակի շատ թանկ են։ Կան պատվիրատուներ, որոնք մշտապես աշխատում են Աբասով, իրանք գիտեն, որ իրանց բեռը գալի է մոտավորապես մի 40 օրում հասնի Հայաստան, այդ տրամաբանությամբ, այդ հաշվարկով իրանք իրենց բեռները պատվիրում են, բայց հիմա դա փակվեց, հնարավոր չի դա անել։ Այդ դեպքում ես ուղղակի խորհուրդ եմ տալիս մի հատ արանքում օգտագործել ցամաքային, որը շատ թանկ է, բայց իրանց ստոկի անընդհատությունը կապահովի ու հետևից սկսել արդեն պլանավորել փոթի տարբերակները։ Ուրիշ տարբերակ չունենք։ Քանի օր գալիս ցամաքով մեքենան։ Ռեալ 30 օր մոտավորապես, պլյուս-մինուս Չինաստանից։ Այդ իհարկե կախված է որոշ չափով նաև սահմանային հերթերից, որոնք կան ու չեն կարող չլինել, բայց միջին հաշվով 30 օր պետք է դիտարկել։ Հասկացա։ Okay։ Իրականում լոգիստիկան էլ իր հետաքրքրությունը ունի այդ առումով, որ աշխարհի ցանկացած կետում միջնչին փոփոխություն, ռազմաքաղաքական փոփոխություն անմիջապես հարվածում է լոգիստիկ բոլոր շղթաների վրա, անմիջապես, ու դու շատ արագ դա զգում ես, ու կախված այնից թե քո կազմակերպությունը ինչքանով է մոբիլ, ինչքանով է լավ մասնագետներով, այսպես ասեմ, լավ մասնագետներ ներգրավված, ճկուն լինես, ինչքանով ես ճկուն, դու շատ արագ կարողանում ես այդ մանևրես, եթե արագ չմանևրեցիր, իմացի մոտդ խնդիրներ են շատ լուրջ առաջանալու։ Իսկ որոշակի ռեժիմի բան ունեցող ապրանքներ էլի անհրաժեշտություն ունեցող ապրանքներ տեղափոխում եք։ Հա, իհարկե։ Հա, սառնարաններ կամ մինուսային ռեժիմ, chill, այսպես ասած ոնց որ ասում են, պլյուս, դա խնդիր չի։ Մենք ակումբում գիտես մեր մոտեցումը, երբ որ գալիս է հարցում մեր ներմուծող արտանողներից, մենք բոլորիդ ուղարկում ենք քեզ ու մեր մյուս ընկերներին ակումբում ովքեր ունենք, մեր համար կարևորը որ ոնց որ ձեր մեջ դուք որոշեք ով է այդ բեռը բերելու, մենք երբեք կողմնապահություն չենք կտնում, չենք ասում, այս մենակ ես ընկերոջ չէ, բոլորիդ գալիս անդամ չաթում գրում ենք, օրինակ երեք Ստամբուլից ունենք բեռի բան կարիք ընդհանուր չաթում գրեցինք ընկերը տղաներից արձագանքեցին ու կստացի հետել եմ նկատել որ կարող է նույն բանը դուք էլ ունենաք բայց դուք տեսնում եք արդեն տղաներից մեկը գրեց այլ երկրորդը դուք չեք գրում հարգանք կա ես շատ եմ ուրախանում ակումբում մենք դա շատ բարձր մակարդակի վրա ենք պահում ես էլ հաշվապահական ընկերություն ունեմ եղբորս հետ եւ ակումբում եթե հաշվապահության հարցում է գալի հավասարաչափ բոլորին ուղարկում ենք այսինքն չեմ ասում սա այս հարցումը թող ինձ գա այդ մենք շատ ճիշտ դրել ենք ակումբի շատ կարևոր է իրականում հա ու փոխադարձ հարգանքը իրար նկատմամբ շատ կարևոր է հատկապես եթե նույն ոլորտից մի քանի գործընկեր կան մենք բոլորին հավասարաչափ հարգում ենք եւ առհասարակ ակումբում մթնոլորտն է միշտ լավը միշտ այդ շատ կարևոր է իրական երևի թե այդ մթնոլորտն է որ բերում է նաև այդ փոխադարձ հարգանքի նույնիսկ ոլորտի ներսում մրցակիցների միջև այո շատ կարևոր է հա համաձայն եմ այդ առումով մենք բայց փոխադրողներ լոգիստներ ոնց որ շատ չենք չէ 4-5 ընկերություն ենք ակումբում այո հիմա կարող եմ նույնիսկ հաշվել հա 5 ընկերություն ենք այո 5 խոշոր եւ ունենք եւս երևի 2-3 ընկերություն
փոքր նոր որ մտել են ձեր ոլորտ, դա Club Capital բիզնեսից ունենք, մյուս ակումբից մեր, ասենց, բայց էլի մենք ոնց որ ուզում ենք որ բոլորը ակումբում ակտիվ համագործակցեն եւ երբ որ ես ակումբը հիմնադրում էի, ակումբի առանցքը դա գիտելիքներ, որովհետեւ ես իրան հիմնադրեցի իմ կրթական պրոյեկտի հիման վրա, հիմա ես մտածում եմ առհասարակ ստեղծել մի միավոր, նոր միավոր, որտեղ առանցքայինը կլինի բիզնեսը, որ մարդիկ ավելի շատ իրար հետ բիզնես անեն, որովհետև թե կրթական իվենտներին, թե ժամանցային իվենտներին խոշոր բիզնեսը ինքը այդքան հետաքրքրված չի մասնակցելու, խոշոր բիզնեսին հետաքրքիր են խոշոր գործարքները, եւ ես հիմա ուզում եմ նաեւ շեշտը դրա վրա դնեմ, որ ակումբում էլ ավելի ակտիվ մարդիկ իրար հետ բիզնես անեն։ Իսկ այդ պոտենցիալը ուղղակի եթե հիմա մենք մի քանի տասնյակ միլիոն դոլարի շրջանառություն ենք անում տարեկան ակումբի ներսում, այդ թիվը կարա տասնապատկվի, չգիտեմ 20 անգամ ավելի լինի։ Դե վստահ եմ որ ցանկությունը բիզնեսի կողմից միանշանակ կլինի, իսկ ինչ ֆորմատով է դա մոտավորապես լինելու։ Հետաքրքիր, հա, կայտարը։ Հիմա շատ լավ է, հիմա աշխատում եմ դրա վրա։ Ես ուզում եմ որ մենք вообще արտահանենք նաև մեր գործար ռեսուրսները պոտենցիալը Հայաստանից դուրս։ Այդ չտեսնված բան է իրականում, շատ լավ բան է արտահանելը միշտ։ Գիտես, դե իհարկե պարզա չէ որ մեր հիմնական գործունեության շուկան Հայաստանի Հանրապետությունն է, այսինքն մեր փոխադրումների օրինակ երևի 95%-ի մի կետը Հայաստանի Հանրապետությունն է, դա սկզբնակետ կլինի թե վերջնակետ կլինի, բայց ես օրինակ ցանկացած դրսի ցուցահանդեսների էքսպոների որ մասնակցում եմ միշտ փորձում եմ նույնիսկ Եվրոպայի ներսում գտնել պատվիրատուներ, որոնց ես կարող եմ լավ ծառայություն մատուցել, օրինակ, չգիտեմ, Սլովենիայից Հունաստան փոխադրման համար։ Ունենք տարբերակներ, ունենք այտենց փորձ ունեցել ենք, հա, այդ նորից բիզնես մոդելի արտահանման պես մի բան է, այսինքն քո մոտ այդ աշխատող օրգանիզմը կա արդեն, ինքը օրգանիկ աշխատում է, այսպես թե այնպես դու թիմ ունես, հիմա քո թիմի համար բացարձակ, եթե թիմդ լավն է իհարկե, պրոֆեսիոնալ է, իր համար էական չի, ինքը Մադագասկարից Իտալիա փոխադրում կանի, թե Իտալիայից Հայաստան փոխադրում կանի, գործիքները նույնն են, այո, բազային լրիվ նույնն է, այո, նեթվորքինգը նույնն է, այո, ընդհանրապես, ու այդ ծառայության արտահանումը ես միշտ այնպես բարի նախանձով, եթե այդ նախանձը կա իհարկե, նայում եմ Հոլանդիային այդ առումով Նիդերլանդներին, ֆանտաստիկ աշխատում են։ Երևի ամենախոշոր ծառայություն արտահանող երկիրն է։ Թե ոնց են դա անում, ինչ ջանասիրությամբ, համաձայն եմ, ու ինչ կազմակերպվածությամբ։ Ես որ շփվում եմ մեր դրսի գործընկերների հետ, մի հետաքրքիր ինսայթ եմ ունեցել, որ հայերը ունեն ֆանտաստիկ գործարար ջիղ եւ Հայաստանից կոնյակ, ջերմուկ կամ ծիրան արտահանելուն զուգահեռ եւ արտահանելուց առաջ մենք պետք է արտահանենք գործարար ջիղ։ Ինչի է դա դժվար եւ ինչի է դա հնարավոր։ Դժվար է, որովհետեւ ապրել Հայաստանում, միտեղ խարսխված լինել եւ բիզնես անել Հայաստանից դուրս բնականաբար բարդ է, բայց եթե դու քո mindset-ը մեծացնում ես, եթե դու քո թևերը բացում ես, եթե մի քանի գործընկերել այդ երկրներում գտնում ես, դա այսօրվա աշխարհում հնարավոր է։ Եվ մեր նման փակ տնտեսություն ունեցող երկրի, փոքր տնտեսություն ունեցող երկրի համար իմ կարծիքով միակ ճանապարհը դա ոչ թե որևէ product արտահանել, առհասարակ գործար ջիղ արտահանելն է։ Հա, հայ գործարարը Չինաստանից օրինակ ես ունեմ գործընկերներ, այդ բիզնեսը փակեցինք, բայց այն տարիներին, երբ որ ինքը աշխատում էր, ինքը ֆանտաստիկ մոդել էինք ստեղծել, ու իմ պարտներներն են ստեղծել, Չինաստանում ապրանքը արտադրվում էր, վաճառվում էր Ամերիկայում։ Այսինքն Հայաստանը ընդհանրապես չխտայի մեջ չկար։ Պատկերացնում ես, ու Ամերիկայում գիտեին, որ դա չինական ընկերություն է, Չինաստանում գիտեին, որ դա ամերիկյան պատվիրատուներին, բայց այդ բիզնեսը կազմակերպվում էր Հայաստանից։ Պատկերացնում ես, ու այս առումով մենք այդ պետք է անենք, եւ իմ ջանքը հենց դա է ուղղված, որ մեր հայ գործարարները կարողանան այն հասարակ գոնե բաները, բիզնես բացել, խորհրդատվություն իրավաբանական ստանալ, ինչ որ երկրում պետքա դու ունենաս իրավաբանական անձ, օրինակ նույն Ուզբեկստանում մեր ընկերը Lentex ընկերությունը մտնում է Ուզբեկստանի շուկա եւ իրան հա պետք էր պահեստ, պետք էր անկերություն եւ որպեսզի այդ նախնական այդ մեծ ծախսերը չարվի, ես խնդրեցի, որ մեր Ուզբեկստանի ակումբը այդ ամեն ինչը կազմակերպի արդեն գործող ֆիրմաների միջոցով։ Դա մշտապես աշխատող պրակտիկա է, որովհետեւ առհասարակ ես մտածում որ այն ինչ որ հնարավոր է տալ outsource-ի,
պետքա տալ outsource-ի։ Հիմա այդ նույն պահեստների տեսանկյունից Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային ընկերությունները, որ ասենք ճանապարհներով գնում ես իրենց մեքենաներն ես անդադ տեսնում իրենց պահեստներն ես տեսնում որ են գրված մի քառակուսի մետր պահեստ չունեն սեփական մի հատ սեփական մեքենա չունեն հասկանաս այսինքն իրանք իրանց պրոդուկտը հենց այդ լոգիստիկան այդ շղթանն է կազմակերպելն է այսինքն դու ունես 5 հատ մեքենա ենթադրենք հա գնում ես իրանց ես դիմում ասում է օքեյ ես քեզ օրինակ չգիտեմ Բուլղարիայից Իտալիա անընդհատ երկու կողմով բեռ եմ ապահովում, բայց քո մեքենայի վրա պետք է իմ կամպանիա անունը գրված լինի։ Ինչ խնդիր։ Այսինքն ինքը տենց լրացուցիչ բազա իր վրա չի հավաքում, չի պահում, քարի մեջ կամ մեքենայի մեջ փող չի թողնում։ Այո։ Այսինքն հետեւաբար նույն Lentex-ի հետ կապված, եթե կա կազմակերպություն, ով որ այնտեղ արդեն ունի պատրաստի լոգիստիկ լուծումներ, ընդհանրապես իմաստ չունի նոր անիվ հնարել։ Այո։ Ու քեզ վրա միանշանակ ավելի էժան է նստելու այնտեղ այդ ամեն ինչը կազմակերպված ընկերությանը պատվիրակելը ամեն դեպքում բայց այդ քո ասացի հետ կապված որ բիզնես գաղափարները բիզնես իդեաները բիզնես ջիղը արտահանելու տեսանկյունից մի հատ կոնտր հարց այդ մասով արդյոք մենք ամեն ինչ անում ենք որ մեր կարողությունները մեր կապիտալը մեր բիզնես գործունեության արդյունքում այդ կապիտալ ասվածը հենց Հայաստանում ճիշտ օգտագործվի ու մնա մի քիչ չէ ես կասեի որ չէ որովհետև մի դեպք պատմեմ տես վերջերս մի կազմակերպության հետ էինք բանակցում աշխատենք սկսելու համար ու որպես իմ առաջարկ ծառայությունների որպես տենց լավ ֆիշկա, այսպես ասեմ, ասեցին, դե մենք ուղիղ վրացական ընկերության հետ ենք աշխատում, մենք տենց հետաքրքրված չենք, ասում ես, խի։ Նակ ի՞նչ է նշանակում, ի՞նչ է դա տալիս ցես։ Ինչ առավելություն է դա ցես տալիս։ Ոչ մի իրականում։ Կա ինչ-որ կարծրատիպ, որ եթե դու վրացական ընկերության հետ ես ուղիղ աշխատում, դու լավագույն առաջարկ ունես, չէ՞։ Միանշանակ չէ ու դա ես չեմ պատկերացնում որ որևէ վրացական ընկերություն բարձենա որ ինքը այդ ծառայությունը պատվիրակում ոչ թե վրացական ընկերության, այլ հայկական ընկերության։ Վստահ եմ մենք ունենք պատվիրատուներ Վրաստանից, ում համար Եվրոպայից Վրաստան փոխադրում ենք իրականացնում, հենց դա երկար տարիների լուրջ աշխատանքի արդյունք է եղել, որ մենք կարացել ենք իրանց այտենց բերենք ու պայենք։ Չգիտես ինչի, Հայաստանում եւ հայ գործարարների մեջ կա այդ կարծիքը, որ ես այն ուղիղ բելարուսների հետ եմ աշխատում, այդ ինչ։ Հետաքրքիր։ Ես այսքան բայց մենք ունենք նաև գործընկերներ, դες արդեն ասում են գործընկերներ, ոչ թե պատվիրատուներ, որոնք ասում են ինչի, եթե այստեղ այսքան լավ կազմակերպություն կա, մենակ Prime-ը չի էլի, միանշանակ շատ լավ կազմակերպություններ կան։ Ասում են ինչի։ Okay, նայ ես մի բան ասեմ, եթե մենք մտածում ենք գնալ միջազգային շուկա ու բիզնես անել դուրսը, ուրեմն մենք նաև պետքա պատրաստ լինենք, որ դրսից գալու են բիզնեսն անելու։ Հա, ստեղ արդեն այդ որ մենք հայ ենք, մեր ներսում, օրինակ ակումբի մասշտաբով դա կարանք անենք, օրինակ երբ որ ակումբում հարցում է գալի մեր աղջիկներին, դե անընդհատ մենք տեսնում ենք, հա, մեր բիզնես մենեջերներին հարցում է գալի, կա որ չաթում են գրում, դա ընդհանուր երևում է, կա որ ինձ են զանգում, մենք օրական միջինը ամենակիչը ստանում ենք 20 ու ավել հարցումներ ակումբից, հա, տարբեր ոլորտներից, տարբեր հա, շատ հարցումներ էս թիրախային զանգում ենք, օրինակ եկավ զանգը, Սոնան զանգեց, հա, մյուս մեր ընկերոջ հետ հարցումը փակեցինք։ Հիմնականում 60-ից 70%-ը բիզնես հարցումներ են, 20-ից 30%-ը դա անձնական հարցումներ են, հա, որոնք կապված են ընտանիքի հետ, լայֆսթայլի հետ, կյանքի բժիշկ գտնելուց սկսած վերջացած։ Հիմա այն ինչ գալիս է մեզ միանշանակ դա ակումբի ներսում արվում, իմ համար դա պրինցիպիալ է։ Ես ընկեր ունեմ, ով բիզնես ունի, որը կարող մեր ակումբի անդամներին հետաքրքիր չլինի, բայց ինքը ակումբ չի գալի, որովհետև ինքը մի քիչ բնավորությամբ ակումբային մարդ չի։ Ես իրան ակումբից դուրս ոչ մի պատվեր չեմ ուղարկում։ Ասում հարի ակումբի ներսում դու ինքդ կունենաս, էլի։ Էսի ակումբի մասշտաբով մենք կարանք անենք, բայց երկրի մասշտաբով ես կարծում եմ մենք պետք է նաև բաց լինենք, որ հայկական ընկերությունները աշխատելու են, բայց մենք էլ այդ բացության հետ մեկտեղ նաև մենք մտնենք դրսի շուկա։ Չէ, միանշանակ դու պետք է լինես մրցունակ։ Դու չպետք է լինես մրցակցությունից դուրս ու ասես, չէ, մենակ հայկական ընկերություններ պետք է աշխատեն։ Չէ, դա սխալ է առհասարակ։ Հա, եթե ես հայկական եմ, չէ, դա սխալ է, բացարձակ սխալ է։ Բիզնեսը միշտ պետք է լինի մրցունակ։
Այո, մենք դիտենք իրանք ինչ ձևով են աշխատում, նաև ինչ բիզնես էթիկա կա, Mail-ով են աշխատում, չգիտեմ, Zoom-ով են աշխատում, Google Meet-ով են աշխատում, չէ, այդ պետքա սովորենք։ Եթե դու իմ գործընկերն ես, ես քեզ ծառայություն եմ մատուցում, եթե ես քեզ մրցունակ, լավ, դու աչքիդ փակ իմ հետ ես աշխատում։ Մենք ընկերներ ենք։ Եթե ես քեզ մրցակցային առաջարկներ չարեցի, ես ավտոմատ քո բիզնեսին վնաս եմ տալիս։ Որտեվ ես քո ապրանքի գնագոյացման վրա ուղիղ ազդեցություն ունեմ, հա։ Մենք չենք խոսում ոչ մրցակցային դաշտի մասին։ Մենք խոսում ենք մրցակցայինի մասին։ Ես իմ հարցը իմ խոսքը մի քիչ այլ կողմից էր, էլի, որ կա տպավորություն, որ եթե դու աշխատում ես ոչ թե հայկական ընկերության հետ, այլ դրսի կազմակերպության հետ, դու ունես default ավելի լավ առաջարկ։ Այդպես չի։ Դրա դարը շատ վաղուց անցել է։ Իհարկե, այդպես չի։ Այսինքն նույն ասեցի վրացական ընկերություն, բայց կարանք դա տարբեր երկրների վրա կիրառենք, հա, այսինքն Իրանի վրա, չէ, ժողովուրդ։ Դու վստահաբար չես աշխատում 5 վրացական ընկերության հետ, դու աշխատում ես մի վրացական ընկերության հետ։ Իսկ ես աշխատում 10 վրացական ընկերությունների հետ։ Իմ research-ը շատ ավելի խորն է ու լուրջ է, քան քոնը։ Համաձայն եմ։ Եվ դա միանշանակ արտացոլվում է բիզնես հարաբերությունների վրա։ Ընդհանրապես էական չի դու ում հետ ես աշխատում, բայց եթե դու ունես, կարծում եմ, հավասար մրցունակ պայմաններ հայկական բիզնեսի կողմից եւ դրսի բիզնեսի կողմից, դու կարծում եմ պետք է որ մի ժամանակ Քենզին լավ գովազդ ուներ, օգնենք մեզ, գնենք մերը, կարծում եթե չեմ սխալվում Քենզին էր, չէ։ Մի հատ մենք ներսում էլ պետք է այդ հարցը լուծենք ինչ որ ձև։ Ես կարծում դրա մասին շատ է խոսացվել, բայց այդ հարցը մեծ առաջընթաց չի ունեցել, որովհետեւ գաղափարական, տենց ավելի ռոմանտիկ, եթե կոնտեքստում ենք նայում, այո, դա լավ է, դա ճիշտ է, դա պետք է, դա Այդ չէ ռոմանտիկ նայել։ Պետք է պրագմատիկ մրցակցային կողմից նայել։ Գիտես, ցավոք այդ դաշտում պարտվում է այդ թեզը։ Պրագմատիկ ու մրցակցային թեզը, որ հայկական առնելը պետք է ու ճիշտ է, պրակտիկ դաշտում ինքը պարտվում է, որովհետև կա այլընտրանքը չինականն ավելի էժան, ավելի որակով։ Դրա համար ես ոնց եմ մտածում, եթե մենք ասում ենք, չէ, դաժե եթե որակով չի, էժան չի, հայկականն առնենք, ապա այդ թեզը պետքա շատ ուժեղ ազգային գաղափարախոսության տեսք ունենա, որ մարդիկ պետքա պատրաստ լինեն դա առնել։ Okay, այո։ Սկսենք այդտեղից։ Պետքա, չգիտեմ, այնքան լինի, որ օրինակ, տես մի բան ասեմ, իմ համար ինչ որ բան եթե ես անձամբ եմ առնում, ակումբի անդամը եթե թանգել ինձ տա, ես իրանից եմ առնելու։ Մենք դες մի հատ պրինցիպ ունենք մեր, ես այդ պրինցիպը ունեմ, եթե ես ինչ որ ապրանք պիտի առնեմ եւ կան շուկայում այլընտրանքներ, ես միշտ ձեռք եմ բերում այն ապրանքը, որի փոխադրումը մենք ենք իրականացնում։ Հա, տես։ Այդ ինչ որ տիպի լոյալություն, սոլիդարության հարց է, հետո ես գիտեմ որ դինդեղից է գալիս կամ դեղից չի գալիս, հա տարբեր հարցեր կան իհարկե, բայց նախապատվությունը տալիս եմ իհարկե այն ապրանքներին, կարող է նույնիսկ այդ ապրանքը ես չեմ բերել, կարող է այդ կազմակերպությունը 2-3 ընկերության հետ աշխատում, բայց ես այդ կազմակերպության հետ աշխատում եմ եւ ես իմ պարտքն եմ համարում ինչ որ չափով այդ ապրանքը գնել, քան այն, որը որ ես չեմ փոխադրում։ Այո։ Ինչ-որ տենց բան կա, էլի։ Դու ես կլուբ ստես։ Դու ես կլուբ ստես։ Մինի կլուբ։ Այո, այո։ Չէ, իրականում ես էլ ինձ ակումբային մարդ չեմ համարել երբևէ այդ առումով, բայց ձեր ակումբ գալով, մեր ակումբ արդեն, հա։ Գալով ես հասկացա, որ շատ դրական էմոցիաներ տալիս ու գիտելիք, իրականում տալիս է գիտելիք, որովհետև դու շփվում ես մարդկանց հետ, ովքեր ինչ որ չափով քեզնից ավելի մեծ փորձ ունեն, միգուցե հանդիպել են մի հատ որոշ իրավիճակներում են հայտնվել, որոնցում դու դեռ չես հայտնվել, բայց կա հնարավորություն ու հավանականություն, որ կարող է հայտնվես, այսինքն այդ շփումները գործարար մարդկանց միջև իրանք միշտ դրական են ու միշտ թողնում են հետք։ Այնպես որ նույնիսկ ես որ ինձ ասում ակումբային մարդ չեմ համարել, ես այդտեղ գտել եմ այն ինչ ինձ պետք է, այն ինչով որ ես հետաքրքրված եմ։ Այո։ Դե գիտես նաև մեր ընտրության մեջ, ակումբի անդամների ընտրության մեջ առաջին երևի կրիտերիան դա նա է, որ մարդը լինի
որոշակի ինտելիգենցիայի ներկայացուցիչ, գործարարության աշխարհում լինի ինտելիգենցիայի ներկայացուցիչ, մարդու հետ կարելի է շփվել, բիզնես անել, ընկերություն անել, իմ համար ինտելեկտը առաջի տեղում է, որովհետև ինտելեկտուալ մարդու հետ շփվելը քեզ միշտ դաժե թե ոլորտից չի քո բիզնես չես անում, մեկը շփվելը քեզ բան է տալ։ Դրա համար մեր ակումբում հենց հենքը դա է եղել, որ մենք հենց ինտելեկտուալ գործարարներով համալրենք ակումբը եւ նաեւ հետո նոր գալիս է արդեն կապիտալի չափը ու մնացած ամեն ինչը։ Տեսլական ունեցող մարդիկն է։ Այո, Անպայման, այսինքն մարդիկ, ովքեր որ շատ հեռու են նայում։ Այո, իդեպ դու երբ որ ակումբ եկար, ես կարծեմ չկարացի մեր չէ՞, առաջարկանը ես բացակայում եմ։ Դու երկրում չէիր կարծեմ։ Հա, երբ որ եկա, ինձ ներկայացրեցին, ասացին գիտությունների տեխնատոս, ստոպ։ Բացեք այդ մասը մի քիչ, ինչ գիտություններ, բան ու գնաց, այսինքն ես այդտեղ այդ ինֆորմացիան բռնեցի ու գնացի, ասի, օքեյ, ես օքեյ եմ, որովհետև ես հասկանում եմ, որ մարդը եթե նաև այդ ունի, ինքը չի կարա հետաքրքիր մարդ չլինի, խորը մարդ չլինի, նաև արդեն բիզնեսում ինքը լավ ընկեր գործընկեր չլինի։ Հա, կա ասացիդ մեջ ճշմարտություն, որովհետև իրականում բիզնեսի տեսանկյունից, մենեջմենթի տեսանկյունից, կառավարման տեսանկյունից ես այդ ռուսերեն սամաուչկա է կոչվում, չգիտեմ հայերին ինքնուս եմ։ Այո։ Այդ առումով, որտեվ ակամայից եմ հայտնվել, ակամայից եմ դարել գործարար մարդ, հա։ Այսինքն սամաուչկա եմ, բայց արխետիպերն են ստակ, երբ ես ծնվել դու։ հունվար Քանիս։ 18 18 օրը, այդ օրը 81 թիվ 81 թիվ 18:01, օքեյ, լավ։ Ու իրականում սկզբում շատ ներգրաված էի օպերացիոն գործերի մեջ, շատ էի ներգրաված, հետո երբ որ սկսեցինք շատանալ, հասկացա, որ չէ, ինձ մենեջմենտա պետք է սովորել։ Ես սկսեցի սովորել տարբեր տրեյնինգներ, տարբեր գրքեր, տարբեր նյութեր, ես անընդհատ եմ մեր թիմում այդ առաջին իսկ հարցազրույցի ժամանակ դա ասվում է, եթե դուք պատրաստ եք անընդհատ սովորել, բարի գալուստ։ Եթե որովհետև թե ոլորտը, թե գործունեության տեսակը եւ թե ես իմ էությամբ անընդհատ սովորող ենք։ Այսինքն, եթե դու անընդհատ չես սովորում, իսկ դու պետքա շատ սովորես, որպեսզի այդ փոփոխություններին, գեոքաղաքական, գեոպոլիտիկ փոփոխություններին կարողանաս ճիշտ արձագանքել, դու պետքա գիտելիք ունենաս։ Համաձայն եմ։ Ու եթե ես միշտ հենց ասում առաջին հարցազրույցին ասում, եթե դուք պատրաստ եք սովորել, եթե դուք ուզում եք սովորել, եթե դուք ջանք չեք խնայելու սովորելու վրա, բարի գալուստ։ Այո։ Ես որ հետ եմ գնում սովետական այդ միության տարիները մտովի, ես հասկանում եմ, որ այն ժամանակ ինտելիգենցիան բարձր կրթական մակարդակ ունեցող մարդիկ էին, դասախոսական անձնակազմեր երկրի, չգիտեմ, բժիշկներն էին, արվեստագետներն էին եւ այդ մարդիկ ապրում էին քաղաքի լավագույն վայրերում, տուն էին ստացել այսպես պետությունից, հատուկ պայմաններով։ Հա, հատուկ պայմաններով, դաչաները, իրենց տները կենտրոնում, չգիտեմ, հատուկ շենքեր կային, նույնիսկ որոնք կլուբային։ Բաղրամյանը, Արաբկիրում կային։ Ապրես, այմա որ քայլում ես կենտրոնով, դեռ այն հին աուրան էներգիան կա այդ տարածքներում։ Հիմա եթե այսօր մենք ինչ ենք անում, հա, մենք այսօր այդ ինտելիգենցիան եւ արդեն խոշոր կապիտալը, որովհետեւ հիմա արդեն դու միայն դասախոս լինելով, միայն ինտելիգենտ մարդ լինելով կապիտալի չես կարա տնօրինես, հա, տիրանաս, որովհետեւ դու պետք է առնես այդ կապիտալը, այն ժամանակ պետությունն էր տալի։ Հետեւաբար հիմա գալիս է այս միքսը, խոշոր կապիտալն ու ինտելիգենցիան գնալով իրար հետ սինթեզվում են ու նոր սերնդի գործարարներ են գալի, անձինս քեզ, ինձ ու մեր սերնդակիցների եւ ստեղ իմ համար, հա, իմ տեսլականը որն է, որ մենք հենց ձևավորենք այդ հաբը, այդ ակումբը, որտեղ հենց խոշոր կապիտալն ու ինտելեկտը իրար հետ միասին կլինեն եւ դա էլ որոշակի հոսք կստեղծի, որոշակի տրենդ կստեղծի, կուլտուրա կփոխի, որտեղ կուլտուրան, գիտես, մեր բիզնես միջավայրը, բիզնես կուլտուրան իրականում շատ ավելի լավը կարա լինի, միանշանակ կարա ավելի լավը լինի։ Իրականում այդ տրանսֆորմացիան դեպի լավը ես ամեն օր տեսնում եմ, ամեն օր։ Այդ պայմանավորված է նաև նրանով, որ կարծում եմ մարդիկ, ովքեր որ կենտրոնացնում են կապիտալը, ում մոտ որ կենտրոնացած է կապիտալը, ովքեր որ գեներացնում են կապիտալ, իրանք այդ նույն տրամաբանությամբ են շարժվում, վստահ եմ սովորելու տրամաբանությամբ։ Այո։ Անընդհատ սովորել, այսինքն ամեն օր աշխատանքի գնալն էլ է սովորել։ Եթե դու պատրաստ ես նոր բան վերցնես ու անես։ Պարտադիր չի գրքերով սովորես, պարտադիր չի գործընկերոջդ փորձի վրա սովորես, քո փորձն էլ քեզ լիքը բան է սովորեցնում։
Այո։ Արդյոք իսկ եթե նայենք բանի տեսանկյունից, հա, քո բիզնեսն ու քո գիտելիքները, հա, sense միաձուլելով, ինչ պրոգնոզ ունես, մենք եթեր են գնալու, իդեպ ասեմ, Զատիկի հաջորդ շաբաթ օրը, միգուցե պատերազմն ավարտված լինի, Աստված։ հա, միգուցե եւ չէ, ինչ պրոգնոզ ունես դու այս մասով, որպես լոգիստ, հա, որպես լոգիստիկայի բիզնեսի ներկայացուցիչ։ Քաղաքական վերլուծություն ոչ մի տիպի չեմ կարող անել կամ ռազմական, իմը չի, իմ հացը չի։ Լոգիստիկայի մասով դժվար է այս մասով պրոգնոզ անել, որովհետև ինչքանով որ ես եմ հասկանում, ինչքանով որ հետևում եմ, պայքարա գնում ինչպես միշտ էներգակիրների համար, պայքարա գնում ճանապարհների համար, ճանապարհների վրա ազդեցությունների համար։ Կար միտք, որ եկեք այնպես անենք, որ Հորմուզը փակվի եւ Սաուդյան Արաբիայով խողովակաշարերով ցամաքով նավթը Իսրայելով սկսի գնալ եւ Իսրայելի ազդեցության տակ կուտակվի ամբողջ այդ էներգակիրների նավթի հոսքը։ Տարբեր մոտեցումներ կան, տարբեր կարծիքներ կան, բայց ես լոգիստիկ տեսանկյունից, տես մի քիչ այսպես արի տարբերակենք ռազմական լոգիստիկա եւ քաղաքացիական լոգիստիկա։ Ռազմական տեսանկյունից Իրանի լոգիստիկան սարսափելի մեծ վնասներ է կրում։ Քաղաքացիականը չի կրում դեռ այսպայն, այսինքն քաղաքացիական օբյեկտներին, նավահանգիստներին հարվածներ այսպայն չկան, հա, այդպես չկան։ Բանդար Աբասը չեն ռմբակոծում, հա։ Իսկ ռազմական օբյեկտները ռմբակոծում են, բայց բում պորտը, նավահանգիստը, տերմինալները, որտեղ որ կոնտեյներներն են, որտեղ որ քաղաքացիական ենթակառուցվածքների շարժն է, այսպես ասեմ, իրենք չեն ռմբակոծվում որպես նույնը Ջեբելալին, այնտեղ Էմիրություններին հարվածել էր Իրանը, բայց Ջեբելալիի կողքն էր հարվածել, որտեղ ամերիկյան բազաներին էր հարվածել իրականում։ Այդ լավ է։ Այնպես որ, հա, իհարկե լոգիստիկ տեսանկյունից ինչքան շուտ վերջանա, այնքան ավելի լավ։ Ես ոնց վերջի օրերին տեսնում եմ, որ այդ ինտենսիվությունը, նույնիսկ վերջի շաբաթվա ընթացքում, ոչ թե ինտենսիվությունը բավական նվազել է։ Ամեն դեպքում խոսելու են իրար հետ, ամեն դեպքում որևէ հանգուցալուծման գալու են։ Արդեն այդ հանգուցալուծումից հետո ուղիղ ազդեցության տակ կլինեն այդ լոգիստիկ շղթաները եւ ճանապարհները։ Ես այնց մի քիչ լավատոսորեն փորձում եմ մտածել, որ ամեն դեպքում Իրանինը կլինեն։ Այդ ազդակները, ազդանշանները, որ գալիս են, ակնհայտ երևում է, որ Իրանը այն չէր, ինչ նահանգները մտածում էին, շատ ավելի լուրջ չնասամասնելով իհարկե Իրաքին, հա, սենց Իրանը Իրաք չէր իրանց համար։ Իսկ ինչքան ժամանակ հետո, եթե սա շարունակվի, մենք կնկատենք ապրանքների գների աճ արդեն։ Ապրանքների գների աճ արդեն պիտի նկատենք։ Հա, որովհետև այն բեռները, որոնք գալիս էին Իրանով, իրանց վրա այդ war risk charge-ի պատճառով բավական մեծ տեսու ասեցի, չէ, ասենք $2,000 - $3,000, որը բեռնափոխադրման ամբողջ արժեքի գրեթե 50%-ն է կազմում։ Ավելացումներ եղել են։ Մի որոշ ժամանակ այստեղ նորից պետք է հասկանանք, որ Իրանով բեռնափոխադրումները եւ փոթիով բեռնափոխադրումները ծովային, իրանք գրեթե նույնն են արժեքի տեսանկյունից։ Բայց մի ուրիշ խնդիր մենք հիմա տեսնում ենք արդեն, որ ցամաքային փոխադրումները թանկանում են գնալով, որովհետեւ նավթի գինն է թանկանում, հետեւաբար դիզվել գրքը թանկանում է ու թանկանում է գրեթե ամեն օր այս պահին։ Հա, Եվրոպայում էլ, Ռուսաստանում էլ, թարպես ես ասում եմ այն կետերը, որոնք որ մեզ հետաքրքիր են որպես լոգիստիկ հանգույցներ մեր համար, դիզելը ամեն օր թանկանում է։ Կներես, էլի այստեղ պատերազմի Հորմուզի հարցն ավելի շատ է սպահին։ Մի այսպեսի հարց տամ, կարող է շատ սիրողական է հարցս, բայց ինչ որ ոնց որ իմաստ կա ամեն դեպքում այս հարցի մեջ, կա արդյոք Չինաստանում մեքենաներ, բեռնատարներ, մեծ բեռնատարներ 20 տոննա եւ այն ինչ որ այսօր դուք օգտագործում եք, որը կաշխատի էլեկտրական հոսանքով։ Հնարավոր է տենց բան։ Ես գիտեմ, որ կան փոքր տարողության բեռնատարներ հոսանքով, մեր ակումբում ունենք ընկերներ, ովքեր ներկայացնում են Հայաստանում։ Չկան նույնի, օրինակ, ֆուրը, հա։ Կա։ Ահա։ Կա։ Ինչա՞ այդքան կախված դիզելային վառելիքի գնից։ Ինֆրաստրուկտուրա։ Հա, այսինքն այդ մեքենաները պետքա հասկանում եք, չէ՞, ինչքան լավագույն դեպքում 1000 կիլոմետրի մեջ պիտի ռիսկավորվի։
Այդ լավագույն դեպքում։ Հա։ Լիցքավորվել այդ նշանակում է մի ամբողջ գիշեր, կակ մինիմում, առնվազն մի ամբողջ գիշեր, այստեղ ու նորից հասկանանք, որ ամեն քայլին չեն, որ այդ լիցքավորման կայանները կան, որոնք կարող են ֆուրեր սպասարկել, բեռնատարներ սպասարկել։ Այո։ Չկան։ Պրակտիկորեն չկան։ Էլեկտրական բեռնատար մեքանաներ կան, եւ Mercedes ունի, եւ MAN ունի, եւ Scania-ն ունի, գրեթե բոլորը ունեն։ Անկամ եթե չեմ սխալվում, Հոլանդիայում ներքին փոխադրումների համար հիմա չէ, անցյալ տարի էր, որ մեր գործընկերներից մեկը ասեց, մեզ արդեն պարտադրում են, որ մենք էլեկտրական բեռնատարների անցնենք։ Բայց ինչպես հասկացա, Եվրոպայում հիմա մի քիչ հետ են քաշվել այդ մտքից, մի քիչ հետ են քաշվել, որովհետև հասկանում են դա իր խնդիրներն է բերում էկոլոգիական տեսանկյունից, ինչ են լինելու այդ ակումուլյատորները վերջում։ Այսինքն դա մի շատ լուրջ խնդիր է։ Բեռնատար մեքենաներ էլեկտրական այս պահին միանշանակ հաստատ մեր ուղղության վրա աշխատող տարբերակ չեն, մինչև այդ ինֆրաստրուկտուրան չլինի։ Բացի դա, էլեկտրական մեքենան ինքը մի հատ շատ մեծ խնդիր ունի քաշի։ Այսինքն այդ ակումուլյատորները իրանք բավական ծանր են։ Այդ բեռնվածության հարցը, բեռնվածության հարցը շատ լուրջ է լինել, այսինքն եթե հիմա բեռնատար մեքենան 5 օս ունեցող մեքենան կարողանում է, չգիտեմ, 22 տոննա բարձել, էլեկտրականը կարող է 18-ից ավել չկարողանա բարձի։ Դա բերելու է ծախսի ավելացման։ Բացի դա էլեկտրական բեռնատար մեքենան շատ թանկ արժի։ Իսկ այն այս պարագայում, մեր շուկայի պարագայում, երբ որ ամեն ցենտը նշանակություն ունի, ինքնարժեքի վրա ազդում է, մոտ ապագայում ներքին փոխադրումների վրա կարող է, ասեմ, այսինքն եթե Երևան, Գորիս օրինակ ռեգուլյար փոխադրումներ կան մեծ բեռնատարներով, կաշխատի, որովհետև ճանապարհին ոնց է լինի, կլիցքավորեն կամ նույնիսկ կարողանա գնալ եւ հետ գալ։ Բայց միջազգային, միջպետական մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ոնց կարա դա լինի այս պահին։ Դժվար թե էլեկտրական բեռնատարով հասնես Մոսկվա։ Հա, հետաքրքիր է։ Հա, դժվար։ Շատ լավ, այսինքն ես էլեկտրական մեքենա եմ քշում, երևի շատ վաղուց են առաջիններից, այսպես ասեմ, 2020-ին եմ առել մեկ էլեկտրական MG։ Հա, ամերիկյան է, հա։ Չէ, ինքը անգլիական բրենդ է, բայց Սայիկն է հիմա իրան ձեռք բերել վաղուց, այսինքն Չինաստան արտադրում, այն ժամանակ միակն էր, որ օֆիցիալ էր։ Այն ժամանակ դեռ միայն Tesla-ին ստեղ բերում, ID-ներն էին, Volkswagen, իսկ ես տենց հակված էի անպայման օֆիցիալ բան վերցնելու։ Մի խոսքով, իր այդ մեքենայով սովորական, հա, որ հիմա ամեն քայլում կա գրեթե լիցքավորման կան, մեկ անգամ Թիֆլիս անցյալ շաբաթ գնացել էինք Թբիլիսի գործողման, նույնիսկ Թիֆլիս գնալ գալը խոչընդոտներ է քեզ համար առաջացնում։ Իսկ բեռնատար մեքենան ինքը իրանով շատ բարդ գործիք է, կանգնես ու ինչ որ մի խնդիր առաջացավ կամ ոնց է բեռնատար մեքենան մտավ, լիցքավորվեց 10 րոպե մաքսիմում, հա, դիզելը լցվեց, երկու բակերը լցրեցին, շարժվեց։ Հիմա պատկերացնում ես լիցքավորման կայան, որտեղ 15 կամ 20 բեռնատար մեքենա պետք է գա զուգահեռ կանգնի լիցքավորման հզորությունը, այդքան տարածք տեղը։ Այո, բարդ է։ Կամ դեռ այս պահին ինքը եթե լինեն բեռնատար մեքենաներ ու կայաններ, որոնք ուղղակի ակումուլյատոր կփոխեն մարդկոսները, եկավ, հանեց, դրեց, գնաց, ոնց որ Չինաստանում դա ընդունված պրակտիկա է հիմա, դա հա, բայց դրան հասնել է պետք։ Դե ես մի հարց ունեմ ձեր ոլորտի հետ կապված, Հայաստանը արդյոք ունի բեռնատար ինքնաթիռ, որը սպասարկում է Հայաստանին։ Ես լսել եմ մի ընկերոջից, որ խոշոր ընկերություններից մեկի սեփական գլխավոր տնօրենը եկել էր Հայաստան, կարծեմ Մայերսկ ընկերության տնօրենն էր, եթե չեմ սխալվում իհարկե, եւ հանդիպման ժամանակ կարծեմ ասել է sense բան, որ Հայաստանը եթե ունենա մի հատ բեռնատար ինքնաթիռ, մեր բեռնափոխադրման մեծ մասը ցամաքային որով տեղի ունենում, այդ բեռնատար ինքնաթիռը կարա սպասարկի։ Չգիտեմ, ինչքանով է սա իրական։ Եվ ինչի չունենք մենք բեռնատար ինքնաթիռ, որը սպասարկի հենց բոլոր, օրինակ ձեզ, հա, բոլոր բեռնափոխադրողներին։ Օդային փոխադրումներն ամենաթանկ փոխադրումներն են։ Հա, եթե դա ամենից մարդատար ինքնաթիռով։ Էական ինչով է սա։ Օդային բեռնափոխադրումները ամենաթանկն են։ Օրինակ չկա տենց տարբերակ, որ մեծ քանակի հավաքական բեռեր հավաքես մի ինքնաթիռի մեջ, չգիտեմ, ավելի էժան լինի։ Ավելի էժան, քան մարդատարը եւ պատիկ ավելի թանկ, քան ցամաքայինը։ Okay։ Ամեն դեպքում նոր product ոնց է ստեղծվում։
ոնց է նոր product ստեղծում։ Եթե- Ծառայության մեջ լինի դա, ապրանքների մեջ լինի, Եթե կա դրա պահանջը, պահանջը կա։ այո։ Այնպես չի, որ բեռնատար ինքնաթիռներ չեն թռել Հայաստան։ Ահա։ Եղել են ժամանակին։ Գերմանիայից էլ, եթե չեմ սխալվում, չվերթ կար ամեն չորեքշաբթի կարծեմ Ֆրանկֆուրտից, եթե չեմ սխալվում, թռնում էր, եթե չեմ սխալվում։ Դադարեց, կանգնեց, որովհետև չէր հավաքվում այդ քանակի բեռ ու ինքը տնտեսապես հետաքրքիր չէր։ Բեռնատար ինքնաթիռ լցնելու համար ցանկացած բիզնեսի մեջ եւ լոգիստիկայի մեջ մասնավորապես պետքա լինի ռեգուլյարնես, դինեմ հայերեն ոնց ճիշտ կլինի պարբերականություն։ Եթե պարբերականություն չկա, ինքը վտանգված է։ Եվ ծառայությունը, եւ ծառայությունից օգտվողը։ Եթե մենք ունենայինք իրականում այդ պահանջը բեռնատար ինքնաթիռ ունենալու եւ բեռնատար ինքնաթիռ լցնելու հնարավորությունը, ես վստահեցնում եմ, որ առաջարկը կլիներ։ Թբիլիսի թռնում են, եթե չեմ սխալվում, շաբաթվա մեջ 3 բեռնատար ինքնաթիռ է թռնում Թբիլիսի։ Լուֆթանզան է թռնում, մեկ վրացական ընկերություն կա, եթե չեմ սխալվում, որովհետև այնտեղից բեռները բաշխվում են։ Թբիլիսին միշտ էլ Վրաստանը միշտ եղել է այտենց լոգիստիկ հաբ է եղել ինքը իրականում։ Իսկ ինքը կարողանում է սպասարկի իր հարևան գրեթե բոլոր երկրները, որտեղ հարևան երկրներից եւ ոչ մեկի հետ ինքը խնդիր չունի։ Պրակտիկորեն շաբաթական մի բեռնատար ինքնաթիռ թռնի Հայաստան, միգուցե եւ կարար աշխատեր։ Չեմ կարող ասել։ Իրականում ավիացիան եւ այդ ավիացիոն ոլորտը ինքը իր նրբությունները ունի։ Ես ավիատոր չեմ, այսինքն մենք օդային բեռնափոխադրումներ իրականացնում ենք մեր եվրոպացի գործընկերների, չինացի գործընկերների հետ, ովքեր որ քաղաքացիական պասաժիրսկի ինքնաթիռներով իրականացնում են այդ փոխադրումը։ Ընդհանրապես գիտես կատեգորիաներ կա առավելությունների տեսանկյունից Բերարիցետում առաջինը ուղևորի բեռնա, հետո փոստը, հետո դիպ պոչտանա, դիպլոմատիկ բեռներ, հետո նոր կոմերցիոն բեռները։ Քանի որ ես ենթադրում եմ, քանի որ այդ մեծ ծավալը չկա օդային բեռնափոխադրման պահանջի, հետեւաբար եւ օդային բեռնատար ինքնաթիռներ չեն դրվում մեր ուղղությամբ, որովհետեւ պարտադիր չի հայկական ընկերության սեփականությունը լինի այդ բեռնատար ինքնաթիռը, բացարձակ շատ ավիաընկերություններ կան, ավիափոխադրող ընկերություններ կան, որոնք ունեն բեռնատար ինքնաթիռներ, ինչի չեն թռնում, պահանջ չկա, տնտեսապես ձեռնտու չի, դժվար է այսպես ասել, բայց միանշանակ, եթե պահանջարկը լիներ, եթե ինքն իր ծախսերը նորմալ փակեր եւ լավ պրոֆիտ թողներ, միանշանակ կլինեին։ Միանշանակ։ Եթե մենք առհասարակ համադրելի չեն ուղղակի ցամաքային փոխադրումները օդային փոխադրումների հետ, բացարձակ համադրելի չեն։ Իհարկե ժամկետային տեսանկյունից հաղթում է օդը միշտ, բայց գնային տեսանկյունից, էֆեկտիվության տեսանկյունից գնայինի, հա, այսպես ասեմ, գին եւ որակ եւ ժամկետ տեսանկյունից ցամաքայինը լավագույն տարբերակն է Եվրոպայի մասին, եթե խոսում ենք։ Իսկ ինչքան մենք հեռվանում ենք, այնքան նաեւ օդային փոխադրման արժեքն է։ Չարտերը, օրինակ Չինաստանից, Շանհայից օդային, եթե չեմ սխալվում, 18-ից 20 տոննա է վերցնում, մենք փորձ ենք ունեցել, այս իրականացրել ենք մի անգամ։ Շանհայից Երևան, եթե չեմ սխալվում, $95,000 արժեր։ $95,000 20 տոննա։ Հիմա որ վերացենք ըստ քաշի, դա եթե չեմ սխալվում անցյալ տարվա բաներ։ Ինքը թանկ փոխադրում է։ Հասկացա։ Okay։ Գանք մի քիչ քո լայֆսթայլին, ինչ շատ հետաքրքիր է, դու երբես օրը սկսում, երբես ավարտում, բիզնեսից դուրս ոնց ես քո կյանքը կառուցում, որովհետև դա նույնպես մեր հանդիսատեսին հետաքրքիր է ու այն կոնտեքստում, որտեղ գործարարը մի ամբողջական կերպար է, ինքը բիզնես է ստեղծել, ինքը ծառայություն է մատուցում, փող է աշխատում, որտեղ այդ փողը ծախսում ու ոնց է ծախսում, դա նույնպես հետաքրքիր է։ Հա, իհարկե։ Դե գործարար մարդու համար ինձ լավ գիտես թե ինչ ծանրաբեռնվածություն է ժամանակի տեսանկյունից այդ աշխատանքը ինչքան ժամանակ է ստանում։ Մի պահ կար, որ մտածում էի, որ բիզնեսի կառավարիչը այդ օպերացիոն process-ների մեջ չպետք է ներգրավված լինի եւ այտենց պետք է զուտ կառավարմամբ զբաղվի, այտենց մի պահ այտենց տարածված նույնիսկ կարող հիմա էլ է տարածված չի, տենդենս կար, որ չէ, այդպես չի։ Եթե ուզում ես, որ բիզնեսը տանթած զարգանա եւ աճի եւ դու տենդենսներին ճիշտ հետևես եւ այդ քո ոլորտի տրենդի մեջ ունես, այնպես լավ խոսք կա, դու պետքա օպերացիոն process-ների մեջ էլ ներգրաված լինես որոշ չափով։ Հնարավոր չի, դու չես կարող ասես, ես չգիտեմ, Չինաստանից մի հատ կոնտեյները Հայաստան հիմա ինչ արժի, որովհետեւ դե աշխատողներս են դրանից զբաղվում։ Արի, բայց մի բան ընդունենք, քո բիզնես մոդելից էլ է դա կախված։ Կարող է դու ուրիշ բիզնես անեիր, հնարավոր լիներ դա առանձնացնել։ Քո բիզնեսը
բարձր ստրես ունեցող, բարձր շատ բարդ մոդել է ինքը։ Հա, բայց ամեն դեպքում, չգիտեմ, ինձ թվում է, կամ էլ ես եմ այդպեսին, կամ էլ ես սիրում եմ որոշ չափով միշտ օպերացիոնի մեջ լինել։ Այդ տենց խնդիր էլ կարող լինի, տենց խնդիրի մեջ կարող լինի։ Իրական քեզ մի բան ասեմ, երբ հարցրեցի քո արխետիպերը 18-ը, մեկ թիվը, մեկը դա լիդերության արխետիպն է, մարդու արխետիպն է, ով ինչ որ առաջինն է ինչ որ բան անում, սկզբից է գնում, իսկ 8-ը դա այն մարդիկ են, ովքեր համակարգ են կառուցում, սիստեմա են կառուցում։ Իմ կարծիքով քո այդ 8 արխետիպի էներգիան ազդում է նաև այդ օպերացիոն քո այդ կառավարման ոնց է process-ին, բայց իմ կարծիքով դու իհարկե կասես, եթե տենց չի, դու նաև համակարգ ես կառուցում, այսինքն դու հաճույք ես ստանում համակարգ կառուցել։ Առանց դրա հնարավոր չի։ Դες ես չեմ սիրում սպոնտան որոշումներ, չեմ սիրում սպոնտան քայլեր։ Մեր մոտ ամեն ինչ համակարգված է։ Լավ։ Իմ մոտ էլ իմ անձնական կյանքում էլ ամեն ինչ շատ համակարգված է։ Օրս իրականում շատ շուտ է սկսվում, 6-ին 6:30 սկսվում է օրս, փորձում եմ ինչքան հնարավոր շուտ հասնեմ գրասենյակ։ Մի ժամանակ քանիսին է զարթնում։ Զարթնում թե հասնում գրասենյակ 6-ին 6:30։ Հա, անպայման այդ ժամն ավելի ուշ եթե զարթնեցի, օրս sense լավ չի լինում, հա։ Ես ինձ թվում է, հա, հետաքրքիր թեմա է։ Ուրեմն տղաս առանց ինձ չի քնում, այսինքն հնարավոր չի որ ինքը գնա քնելու ու ինձ հետը չտանի։ Հետևաբար իր ռեժիմով եմ մի քիչ շարժվում, շուտ եմ քնում դրա արդյունքում, տենց 10-10:30 երևի մոտավորապես sense։ Արդյունքում տենց լավ առույգ եմ զարթնում ժամը 6-ին 6:30։ Փորձում եմ շուտ հասնել գրասենյակ, ինչքան շուտ այնքան լավ։ Ամառը մի քիչ ավելի շուտ է ստացվում, տենց 7:30-ից 8-ի արանքում եմ լինում գործի։ Այս պերիոդում տենց մի քիչ գլուխ եմ պահում, տենց 8-ից 8:30-ի արանքում եմ հասնում։ Ինձ թվում էր թե 9-ին է գալի, բայց երբ որ սկսեցի գնալ շուտ գործի, հասկացա որ իրանք էլ են շատ շուտ գալիս։ Օրինակ լինում է ես ժամը 8:20 մտնում եմ օֆիս, տնում 3-4 հոգի արդեն կան, ժողովուրդ ինչ է կանում ստեղ։ Չէ, շուտ են գալիս գործի, առհասարակ աշխատանքային ժամը 9-ին է սկսում։ Իսկ քանիսին եք ավարտում։ 6-ին։ Բայց գիտես, մի հետաքրքիր բան կա էլի, էդ էլ օրինակ երբ որ նոր աշխատակիցներ ենք ներգրավում, անդադ դա փորձում եմ իրենց որպես իրենց համար անակնկալ չլինի։ Միշտ ասում ժամը 6-ին երբ որ մենք գնում ենք տուն, ինքնաթիռները օդում կանգ չեն առնում, sense օդում կախված մեքենաները չեն կանգնում ճանապարհների մեջտեղը, նավերը չեն կանգնում, process-ները, okay, մաքսայինը փակվում է ժամը 6-ին, հա, ստեղ, հա, մեր մոտ փակվում է, տերմինալները փակվում են ժամը 6-ին, բայց անցակետերը, ճանապարհները, իրանք 24 ժամ աշխատում են, ու դու եթե ընտրել ես քո, տես լոգիստիկան ինքը թող տենց շատ բարձրագույն չհնչի, բայց ինքը ապրելու ոճ է քեզ թելադրում։ Դու պետքա պատրաստ լինես, այն որ ես միշտ ասում ժեկում չեք աշխատում։ Դու պետքա պատրաստ լինես ամեն վարքյան, ամեն պահի լինես կապի մեջ։ Այո։ Հիմա տես Իրանին, եթե անդրադառնանք, մարդիկ 5 շաբթի ուրբաթ հանգստանում են, չեն աշխատում։ Իրանց հանգստյան օրերն է։ Շաբաթ օրը գալիս են գործի իրանց 2 շաբթին է։ Մենք շաբաթ գնացել ենք հանգստանալու։ Կոնտեյներներ են մտել ապաս, թղթերը պետք ստուգել, այդ չի կարող մնա մինչև 2 շաբթի։ Իսկն լինում է որ մենք շաբաթ կիրակել ենք գործի մեջ լինում։ Պորտուգալիայից բեռ ենք բարձում։ Լավ, ժամը 6-ին գնացինք տուն, դեռ ժամը 2-ն է։ Ժամը 3-ին մոտեցել է մեքենան բարձման, բуквально 2 շաբաթ առաջ այդտենց խնդիր ունեցինք։ 3-ին այնտեղ մեր ժամով ժամը 7-ին մեքենան մոտեցել է բարձման, ինչ որ թուղթ պակասում է։ Մի անգամից գրում են մենք, մի անգամից արձագանքում ենք, ու այդ հարցը լուծվում է։ Այսինքն դա ապրելավոճ է քեզ որոշակի պարտադրում։ Դու չես կարող ասես ես աշխատում ժամը 9-ից 6-ը, չէ, դու աշխատում ես երբ աշխատանք կա։ Դու process-ի մեջ ես լինում։ Ես միշտ ասում, իհարկե, այն ինչը որ հնարավոր է թողնել հաջորդ աշխատանքային օրվան կամ ժամին, պետքա թողնել բայց այն խնդիրները, մանր խնդիրները, որոնք այս բան կարճ լուծում են ստանում, եթե դու իրանց թողեցիր հաջորդ օրվան, ինքը շատ մեծ խնդրեմ է դառնում։ Տենց այդ պատճառով տենց постоянно на взводе ոնց որ ասում են, հա, ռուսերեն։ Մի հատ քեզ հումոր, քեզ լուրջ բան ասեմ, իմ կարծիքով ամենաուժեղ լոգիստները, ովքեր են, կանայք են, մեր կանայք են, ասեմ ոնց, իրանք իմ կինը աշխարհի բոլոր երկրներից գիտի թե ոնց ինչ որ ապրանք բերել Հայաստան։
ու ինքը մենակ չի եկել գալիս է այս որտեղից է պատրել Իսպանիայից լավ այս որտեղից է Չինաստանից այս որտեղից է Կորեայից այսինքն ես ասում լսի արի լոգիստիկայի մի հատ բիզնես բացենք դու կառավարի սա աշխարհի բանը գիտես որ պրոցեսները ես օրինակ որ մի հատ ժամկետները լրիվ ես որ մի հատ օրինակ բան եմ տեսա բոթաս եմ տեսա օրինակ ինչ որ երկրում իմ համար միակ ձև է բոթասը առնելու տոմս առնել գնալ այդ երկիր գնալ առնել գալ ինքը նայում ասես սպասի մի քանի օրից չգա ու մի քանի օրից դուրս այցում են այդ բոթասը տալիս են ասես իմ համար այդ know-how է ես չէ ճիշտ ես ասում իրաց մոտ ունեն զարգացել այդ լոգիստիկ այդ բաները կապերը ու բոլոր հնարավոր ձևերով իրանք օգտվում են Onyx-ով, Globing-ով, ինչ հնարավոր է Wildberries-ով, Pochta-ով, մեկ-մեկ կնես տեղից առաքիչ գալի, ասում դու որտեղից ես։ Ինչ որ այդ ֆիրմայի անունը ասում, այս կամպանիա էլ կա լոգիստիկ, էլի, ասենք, չգիտեմ, բոլոր հնարավոր լոգիստիկայի միջոցները, որը B2C լոգիստիկա է անում։ B2C-ն բավական լավն է հիմա մեր մոտ, այնպես բավական լավ աշխատում են։ Դե իրականում հա որովհետև այնքան ապրանք իդեպ էս կիսում է նաև էս լոգիստիկ հմտությունները թող մեկնաբանություններում գրեն որ դուք նույնպես կարող եք սա անել կիսում միջին ստատիստիկ հայկինը դա կարող անի հա ու իրականում նույն Onyx-ը Globing-ը ահագին փոխեցին շուկան այդ առումով e-commerce-ի տեսանկյունից էլի բավական փոխեցին դե դա մերը չի մենք այդ մասում չկանք առհասարակ մերը դե կոմերցիոն բեռներն են B2B-ն է հիմնականում բայց եթե անդրադառնանք նույնից գնանք այդ հարցի թե ոնց է սկսվում օրս ու ոնց է շարունակվում երևի թե լոգիստիկ տեսանկյունից աշխատանքի տեսանկյունից ինքը չի ավարտվում որովհետև ոնց է լինի երեկոյան գրում են հարցնում են ինչ որ բաներ են ինչ որ օրվա ընթացքում ունենք պատվիրատու որ ուղղակի մեկ էլ երեկոյան հիշում է որ իր բերի մասին ինչ որ ինֆորմացիա չունի գրում է այդ ժամին օքեյ դու կարաս չպատասխանես հա ինքը չի նեղվի եթե դու առավոտյան պատասխանես բայց ինքը շատ իրան լավ կզգա եթե դու այդ բան իր հարցի պատասխանը ունես ու տաս ու փորձում ենք այդպես անենք իրականում առավոտ շուտ գործի դե կոֆե անպայման առանց սուրճ նիկուդա ինչ կոֆե ես խմում էսպրեսո հիմնականում էսպրեսո առավոտներ էսպրեսո կամ ամերիկանո ընդ որում առաջի անգամ կոֆե խմել եմ որ դուրս եկել է այդ երևի 30 տարեկան է երևի կամ ավել միջև չի սիրում սուրճ բայց հետո պատսել սուրճի վրա իդեպ հիմա կոֆե հաուսը շատ լավ սուրճեր ունի հենց օֆիսի համար տալիս են օֆիսներին այդ բանով իրանց կապսուլաներն էլ կոֆե հաուսը շատ լավ զարգացավ դարավ իրական լեյբլ դարավ իրական շատ լավ լեյբլ դարավ մեթոդ գրասենյակում օրվա առաջի կես իրականում նվիրում եմ ֆինանսական մասին այսինքն փոխանցումներ հաշվարկներ եւ այլն երբ որ դες լավ թարմ ես ժողով տարբեր թիմերի հետ աշխատում ենք գոնե օրը մեջ տենց կարճ միտինգներ ունենանք որպեսզի ես էլ անդադ փորձեմ տեղյակ լինեմ խնդիրներից կամ process-ներից կամ այդ ամեն ինչից որը ավարտում եմ միշտ ուզում եմ շուտ ավարտեմ բայց չի ստացվում ցավոք բայց տես որ ասում եմ գնում եմ գործի ժամը երբեմն 8:20 տեսնում աշխատողներ այնտեղ են երբեմն նույնիսկ դուրս եմ գալիս ժամը 6:30 դեռ աշխատողները այնտեղ են լինում բայց նորից եմ ասում դա ոլորտը այդպեսին է դու ուրիշ կերպ չես կարող կամ պետքա գլխարոտ անես իսկ մեր մոտ գլխարոտ անելը դա բացառվող է ու բացառվում է առհասարակ հատկապես որ ժամային գոտիների մեծ բան էլ կա ձեր գործի մեջ էլ այսինքն ժամային գոտիների մեր ժամով ժամը առավոտյան 5-ին չինացիները գալիս են գործի այդպես մեկ էլ հեռախոսը տարօրոտ 5:30 սկսում է դրդռալ SMS-ներից կամ մեյլերից էլի հետո իր երեկոները իրականում եթե հաջողվում է ընկերներիս հետ անցկացնեմ այդ լավագույն երեկոներն են որտեվ ցավոք հաճախ չի լինում հանդիպել հիմա արդեն բայց մեծամասամբ փորձում եմ ընտանիքիս հետ անցկացնեմ մեծամասամբ որտեվ ծանրաբեռնվածությունից պատճառով իմ ներկայությունը քիչ է լինում օրվա ընթացքում բայց գոնե փորձում երեկոները միշտ ընտանիքիս տրամադրեմ հնարավորինս էլի շփվել խաղալ մի տղա ունեմ պերիոդն է իր կյանքի ինչի ոնց բայեսի բա սենց բա ինչի սենց եղավ սա ոնց է աշխատում սա ինչ ալին այդպես լեգոներ ենք իրար հետ սարքում բա սենց էլի հեքիաթներ այդպես էլի փորձում եմ մաքսիմալ ընտանիքիս հետ լինել սպորտով եմ զբաղվում բայց դադարեցի հասկացա որ ժամանակս ուղղակի չի ներում բայց պետքա վերականգնեմ անպայման տենց ուսի վիրահատություն տարա տենց տրավմա ունեի լավ Ընտրեցին որ զարթում ես միջև օֆիս գնալը կհասնես մտնես չեմ սիրում առավոտները ջիմ միշտ հաճա բայց չեմ սիրում փորձել եմ զորով էի գնում
ինձ ստիպելով, իսկ ես չեմ սիրում ինձ ստիպելով ոչ մի բան անել։ Իսկն ցանկացած բան, ինչից ես հաճույք չստացա, ես դա չեմ անում ուղղակի։ Ինչի համար։ Ասելով, որ առողջ ապրելակերպ բան դե չէ։ Օրական մինիմում մի 12-13 հազար քայլ քայլում եմ անկախ ինձնից։ Ոչ միտումնավոր, ոչ դիտավորյալ։ Կան իհարկե սիրած սպորտաձևեր, որ ուզում եմ զբաղվեմ, կզբաղվեմ իհարկե։ Օրինակ թենիս, բոքս։ Շատ կուզեի լողով զբաղվել, բայց այդպես էլ չսիրեցի, ճիշտը որ ասեմ։ Չգիտեմ, չսիրեցի։ Պիտի մարզիչով անես, տեխնիկան չէ, լողում եմ իրականում, հա, բայց տենց ձանձրանում եմ լողից, ճիշտը որ ասեմ։ Ես ձանձրացնում եմ լողը։ Վիկենդներն էլ հիմնականում ընտանիքիս հետ եմ փորձում անցկացնել։ Մի քիչ տնային մարդ եմ էլի ինձնով, բայց անպայման, գիտես ոնց շատ եմ սիրում օֆիսից դուրս աշխատել։ Հատկապես եղանակներ երբ որ լավանում են, այս եղանակներին մի քիչ ավելի լայն ճակատով է սկսում մտածել օֆիսից դուրս։ Ճիշտ է։ Այսինքն ցանկացած աշխատանք կարծում եմ էական չի ոլորտից բնույթից, ինքը որոշակի տворческий подход պահանջում է։ Եթե չկա, պետք է մտցնել։ Իսկ տворческий подход քո ամենօրյա առօրյա այդ բանում ինտերիերում դժվար է ունենալ։ Փորձում եմ շաբաթվա մեջ մի 2 օր դրսից աշխատել, ոչ թե ամբողջ օրը, այլ մի 2-3 ժամով բացակայել, գնալ միտեղ նստել, աշխատել, այդ ժամանակ լավ պրոյեկտները ու լավ մտքերը տեղ են ծնվում իրականում իմ մոտ։ Իմ մոտ այդպես է։ Ես մի բան ասեմ, մտքեր ծնվելու հետ կապված, երբ որ ես հարցրեցի քո արխետիպերից, ես ասացի 1-ի մասին, 8-ի մասին, կա նաև 9 արխետիպ 1-ի 8-ի, որ էլի իմաստ ունի, բայց այստեղ ես ուզում եմ ասել, որ 18 արխետիպը հենց օրինակ մեր բակուրն էլ է 18, ապրիլի 18-ին ենք ծնվել։ Այդ արխետիպին բնորոշ է ֆանտաստիկ մտքի եւ երազանքի ուժը, այսինքն այդ մարդիկ ինչ վիզուալիզացիա են անում, այնքան վատ բան է։ լրիվ լինում է 1-ին 1։ Ձեր երազելու հատկությունը նման է Գարի Պոտերի այդ ֆիլմի այն փայտիկին, կախարդական, որով դու կարող ես իրականություն ստեղծես։ Դրա համար ես այն մարդիկ, ովքեր ունեն 18 արխետիպը իրանց բանի մեջ, անձի այդ կառուցվածքի մեջ, խորհուրդ եմ տալի շատ երազել ու այն ինչ իրանք ուզում են։ Մինուսն էլ է աշխատում, կստացի 18 արխետիպի։ Այսինքն դու կարաս վատ բան մտածես ու լինի։ Հա, այդպես է։ Գիտես, ինչի եմ ասում այնքան վատ բան է։ Ես ցավոք իմ ռեսուրսները երբեք չեն հերիքում իրականացնել բոլոր այն մտքերը, որոնք ես ունեմ։ Ես ֆինանսի մասին չեմ խոսում, այլ ժամանակային ռեսուրսները եւ ինչի եմ ասում այնքան վատ բան է, որ դու ինչ-որ մի լավ գաղափար ես ունենում, անդադ մտածում ես այդ գաղափարի շուրջ, ու դու գիտես, որ դա լավ լինող գաղափար է միանշանակ, ու այնքան ես ուշացնում ռեսուրսի պատճառով, որ տեսնում ես մի ուրիշ տեղ դա արդեն իրականություն է դարել, ու դու հասկանում ես, որ դու այդ երազելու ու ռեալ ինչ-որ բան գծագրելու, հասկանալու հնարավորությունը ունես, բայց իրագործելուն ճիշտ քանակով ռեսուրս չես տրամադրում։ Երբ որ այդ մյուսն էլ է լինում, այսինքն եթե դու կարողանում ես այնպես դասավորել քո օրը, չասեմ, լավ, այնպես դասավորել քո ազատ ժամանակը կամ այնքան ազատ ժամանակ կարողանաս գեներացնես, որ ուրիշ քո սովորական առօրեական հոգսերից եւ պարտականություններից բացի կարողանաս դրա վրա որոշակի ժամանակ ծախսել, դա ֆանտաստիկ լավ արդյունքի կարա բերի, բայց եթե բաց ես թողում այդ հնարավորությունները, իրանք հետո ցենց ժպտալով նայում ասում ես, դա դու կարա իրանեիր։ Հա, բայց ես գիտես նաև ինչ նկատի ունեմ, բացի այն որ դու կարաս ռեալիզացնես, քո երազելու արդյունքում այդ իրականությունը կարա լինի բավական օրգանիկ ձև, ինքը կարա գա քեզ ընդառաջ։ Այդ քո, այսպես ասած, սուպերսիլան է, քո արխետիպի։ Եվ 18 արխետիպ ունեցող մարդիկ պետքա շատ երազեն, շատ վիզուալիզացնեն եւ դա իրանց մոտ շատ լավ ստացվում է, շատ լավ իրագործվում է։ Քեզ մոտ ոնց է բանը։ Համակարգվածության մասը, չէ, համակարգվածությունն է։ Իմ մոտ մի քիչ դժվար է, որտեվ ես 10 արխետիպ եմ, 10-01, մեկով մենք նման ենք իրար, բայց 10-երը իրանք ավելի սիստեմայից դուրս մարդիկ են, մեր համար ապրել համակարգի մեջ, սիստեմայի մեջ, այդ կարգուկանոնի մեջ այդ մերը չի, ես պետքա մաքսիմում ազատ լինեմ, ես նույնիսկ իմ շաբաթը պլանավորելուց նենց եմ պլանավորում, որ ամեն ինչ նոր լինի չեղարկել,
Ոչ մի բան հնարավոր Սպոնտան ինչ-որ այո, որտեվ եթե իմ համար ինչ-որ մի բան կա, որ հնարավոր չի չեղարկել, այդ նշանակում է իմ արդարության, իմ բանին, ազատությանը խանգարում է։ Դրա համար այն ինչ ես պլանավորում եմ, միշտ ինքս իմ մեջ գիտեմ, որ եթե ինչ ես կարամ դա չեղարկեմ, դա իմ համար շատ կարևոր է, որ ես լինեմ ազատ։ Հետևաբար 10-ի համար ազատությունը դա շատ ի տարբերություն 8-ի, գիտեմ։ Կսացի իմ ու քո մեջ կարա շատ հետաքրքիր բիզնես պարտներություն լինի, կամ որ դու սիստեմայի մարդ ես, 8-երը вообще սիստեմայի մարդիկ։ Լրացնող իրար։ Հա, իսկ 1-երը, 10-երը, 1-երը, հա, իրանք ավելի լիդերության մասին են, ավելի ազատության մասին են, ավելի տենց այսօր ստեղ են, վաղը Դուբայում են, հետո Իսպանիայում են, հետո Երևանում են, հետո Տաշկենտում են, էտա 10-ի էներգիան դա է։ Դու ասացիր, եթե հնարավոր է չեղարկել, են որ ասում էի, այն ինչ հնարավոր է տալ outsource-ի, պետքա տալ outsource-ի, այն ինչ հնարավոր է չեղարկել, պետքա չեղարկել։ Այո։ Տրամվանից։ Հա, իմը դա տենց է, այո։ Չէ, ես համակարգ եմ սիրում։ Հա։ Երևի դա միգուցե արխետիպի արդյունք է, միգուցե իմ կրթության նաև արդյունքն է, ինժեներական տեխնիկական կրթությունն է, հա, երևի արխետիպը քաշել է։ Հա, ու շատ եմ սիրում համակարգվածություն, որովհետև իմ համար, եթե կա համակարգ, ինքը, եթե այդ համակարգը ստուգված է եւ ճիշտ մշակված, ով էլ ուզում է լինի այդ համակարգի մեջ աշխատող օրգանիզմ, ինքը չի կարա չաշխատի։ Այդ է, այսինքն այդ առումով, դες մեր մոտ կան ռեգլամենտներ, sense բաներ էլի, դու այս ամեն աշխատողի համար առանձին ֆունկցիոնալներ գրված, ով ինչ ֆունկցիոնալ պետք է ունենա, ինչ ունենա։ Ես սիրում եմ դա։ Այսինքն իմ համար դա իմ համար համակարգվածությունը ստաբիլություն է։ Ես սիրում եմ ստաբիլությունը։ Ոչ ստաբիլ բաներ, օրինակ ես չեմ սիրում։ Այդ անակնկալ, եթե ես իմ օրը պլանավորում եմ, օրվա մեջ պլանավորված է, որ ես պետք է գնամ այսինչ տեղը։ Ու եթե դա ինչ որ պատճառով cancel-վում է, ես սարսափելի կատաղում եմ։ Ահա, իսկ իմ համար դա ուրախությունն է։ Դու համակարգս քանդվեց, էլի։ Իսկ իմ համար դա ազատությունն է, ինչ ուզում ես հիմա արա։ Ուստեղ ես կարամ այդ պահը դնեմ մի հատ հետաքրքիր գործ, մի հատ հետաքրքիր, չգիտեմ, իդեպ ես քեզ մի բան ասեմ, երբ որ ինձ հրավիրում են պաշտոնական ճաշկերի տնից, դե որպես ակումբի նախագահ տարբեր միություններից, ասոցիացիաներից, պետական կառույցներից հաճախ հրավերներ են գալիս։ Ես հաճախ խուսափում եմ, չեմ գնում, ասես կիսով շատ բաց եմ այդ գաղտնիքը, ինչի չեմ գնում, որովհետև շատ ժամանակ այդ ամեն ինչը ունի խիստ հստակ կանոնակարգ։ Հա, հագուստից մինչև նստել, որտեղ կանգնել, երբ վերկենալ, հա, երբ վերկենալ, երբ ձեռքերը լվանալ, այո, 10-ի համար, 10 արխետիպի համար դա շատ բարդ է։ Դե իհարկե, բայց ասածդ շատ հետաքրքիր էր, այսինքն իրականում տարբեր բևեռներում գտնվող մարդիկ, տես միտքը, զարգացվածության աստիճանը, կրթվածության աստիճանը, ինտելեկտը եւ այլն նույնը լինելով, նման լինելով, գրեթե նույն վիժնը ունենալով, այդ տեսլականը, բայց տարբեր բնավորության գծեր ունենալով, իրանք այնքան լավ կարան իրանց իրար լրացնեն, հատկապես բիզնեսի մեջ։ Մեկը համակարգված է, մեկը համակարգված չի։ Նրա մոտ նայակաղում սա է լրացնում, իրա մոտ սպոնտան հանդիպումներ հնարավոր չի որ լինեն, մյուսը լրացնում է այդ սպոնտան հանդիպումների հարցը։ Այո, ես ընկերներ ունեմ, իրանք Գերմանիայում են ապրում, 6, 8, 10 ամիս առաջ պլանավորում են, ես կխելագարվեի այդպես։ Ես մի շաբաթը, ասում մի շաբաթ որ պլանավորում եմ, այդ մի շաբաթվա մեջ ամեն ինչ անում եմ նենց որ հնարավոր լինի չեղարկել։ Ես մեկ-մեկ նույնիսկ շաբաթվա ընթացքում իմ կալենդարում գրում եմ թե շաբաթ օրերը, որ ժամերին ես ինչեր ունեմ անել։ Դու պատկերացնում ես այդ լեվելը բանի էլի։ Լավ, բայց ես քեզ ասեմ, որ այդ չեղարկելը ինձ նաև հնարավորություն է տալի կյանքին որոշակի առումով բաց լինել, ասեմ ինչ իմաստով։ Ավելի թեթև։ Հա, օրինակ, ուրբաթ օրը ինչ որ բան եմ երեկոյան պլանավորել, մեկ էլ ուրբաթ օրը դասընկերներով հավաքվում են, ժամը 6-ին զանգում են, որտեղ ես։ Հա, արի։ Հասի։ Մեծ կայֆ է այդ պահին, դες գնալ ընկերների մոտ։ Կամ միշտ ես գիտեմ, որ երկու պլանավորող կա մեր կյանքում, մեկը մենք ենք կյանքի նկատմամբ, մեկը կյանքն է մեր նկատմամբ։ Ես ավելի շատ այդ երկրորդին եմ բաց, որ երբ որ կյանքը պլանավորում է, հիմա ես վիզայի եմ սպասում, այսօր վիզան ստացա եւ պետքա մեկնեմ մեր գործընկեր ակումբի ծննդյան տարեդարձն հրավիրել են ու այնքան բան պիտի չեղարկեմ, որ մեկնեմ երկար ժամանակից։ Չէ, մի 3-4 օրով պրոստը պետքա գնանք բան Բերլինում
նշենք մեր Գերմանիայի ակումբի տարեդարձը, բայց հետաքրքիրն է, որ պետքա լիքը բան փոխեմ, լիքը բան չեղարկեմ ու ես դրանով կյանքին ասում եմ, որ գիտես ինչ, ես բաց եմ քո առաջ ու քո պլանները իմ մասով երբեմն ավելի օգտակար են ինձ, քան իմ պլանները իմ մասով։ Ու եթե ես ավելի ճիշտ տեղը ստանում ինձ։ Հա, էլի, հա, ավելի ճիշտ է օգտակար ստանում։ տեղը ավելի։ Ու ստեղ նաև երբ որ ես չեմ ասես քարացնում մի պլան, որ այսինչ օրը, այսինչ պետք է անպայման լինի։ Կյանքը իմ համար, հա, որովհետև մեկերը նաև որոշակի չասեմ մոգական, բայց ասեմ իրականության վրա ազդելու որոշակի ուժ ունեն, էներգիա ունեն։ Դեպ դու էլ դա ունես, էլի։ Քո մոտ համ 1 կա, համ 18 կա։ Երբ որ մենք իրականության վրա բռնություն են գործադրում, իմ կարծիքով այդ խիստ պլանավորումը իրականության վրա ինչ որ առումով բռնություն է իմ համար, էլի։ Այդ բռնությունը հաճախ հակառակն է լինում, այսինքն այդ բռնությունը քանդվում է, այդ բռնությունը կյանքացում է հələ մի րոպե։ Օրինակ COVID-ի ժամանակ սա արիստեղ ասեմ, չէ՞։ Հա, տես ես պետքա գմեկնեի Դուբայ ամսի 27-ին, մենք аэроպորտից հետ եկանք, որտեվ պատերազմ սկսեց, ու ես այնքան ճկուն էի այդ ժամանակ, փետրվարի 27-ին։ 27-ին մենք ցերեկը ժամը 1:30 էր մեր թռիչքը, հենց аэроպորտում, հա, ասացին որ պատերազմը սկսեց, այսինքն եթե մարդը ասես հստակ ամեն ինչ պլանավորած գնա, նման ցնցումները Հա, շատ խիստ բան կարող ստրես առաջացնեն։ Դե գիտես, հա, չէ, իրականում ես մի քիչ շատ տենց բան արեցի, նեղացրեցի, հա, այդ բանը, որ տիպա անպայման պլանավորվածությամբ շատ պլանավորում եմ իհարկե, բայց եւ փորձում եմ այդ պլանները չդարձնել դոգմա։ Այսինքն, օքեյ, լավ, չեղավ, հա, օքեյ, օրս քանդվեց, նոր ինչ-որ բան սարքենք, հավաքենք էլի։ Բայց ամեն դեպքում սիրում եմ պլանավորել զուտ այն տեսանկյունից, որտեղ ցավոք ժամանակը սա շատ ինձ բան անում, նեղացնում, այսինքն ես զուտ որովհետև աշխատանքի վրա, գործունեության վրա շատ ժամանակ եմ ծախսում, փորձում եմ այն մյուս ժամանակն էլ գոնե մաքսիմալ օպտիմալ օգտագործել, հա։ Զուտ այդ տեսանկյունից, որտեվ ժամանակ իրականում ինչ ուզում ես ասա, մարդ արարածի համար ժամանակը միակ թանկ ռեսուրսն է, միակ։ Մնացած ամեն ինչը կարելի է վաստակել, չգիտեմ, շահել, ինչ որ մի ձև հայթայթել, ժամանակը վշիման անել չի լինում։ Ոչ մի բան։ Առողջությունն էլ է այդ շարքի։ Հա, առողջությունն էլ այդ շարքից ուղիղ կախված է ժամանակի այդ ամեն դեպքում։ Դե առողջությունը մի քիչ ժամանակ գոնե կարաս տնօրինես։ Առողջությունը չես կարող այդպես առանձնապես տնօրինես։ Առողջ ապրելակերպը եւ այլն շատ կարեւոր բաներ են, բայց քան առողջ ապրելակերպի հետևող մարդիկ անժամանակ հեռացել են։ Ու հատկապես երբ 40-ից հետո մի քիչ ընտանիքին նվիրվող ժամանակին մի քիչ ուրիշ ձև ես վերաբերում։ Այսինքն ծնողներին, զավակ, կին, քույր, եղբայր, մի քիչ ուրիշ ձև ես վերաբերվում դրան։ Ասում ես, հա, օքեյ, այն մնացածը կանեմ։ Նրա համար ես մի 8-10 ժամ ունեի, էլի։ Հա, արի այս մասը, այս ազատ ժամանակս մաքսիմալ իրանց հետ անցկացնեմ, էլի։ Այո։ Մի քիչ տենց մարդ եմ ես։ Շատ լավ։ Դե մենք ինչքան խոսանք, այնքան խոսանք, բայց քո ասած ժամանակը կարճ է կյանքի, իսկ ոդկասթի ժամանակը առավել։ Ասում եմ, էլի քո այդ զրույցը մի շատ հետաքրքիր է ու հաճելի, Իգոր ջան։ Իրականում ես ուզում եմ այս առիթից օգտվեմ ու ակումբին շատ հանձինս քեզ իհարկե իմ երախտագիտությունը հայտնեմ, որովհետև երբ որ առաջի անգամ եկել էի հանդիպման, ես ասում եի, ես չգիտեմ իմ մոտ կստացվի թե չի ստացվի, անկեղծ ասել եմ, որովհետև իմ ժամանակը մի քիչ շատ դժվարանում եմ ես այդ իմ չափորոշիչներից դուրս ժամանակ տրամադրեմ sense ինչ-որ բաների, ասեցի, եկեք փորձնական անդամակցեմ, հասկանամ, եթե ես կարող եմ ինչ-որ բան տալ եւ վերցնել, ես մենակ չեմ սիրում, չեմ կարող մենակ վերցնեմ, իմը չի դա։ Եթե կարամ եւ տամ եւ վերցնեմ, ուրեմն կշարունակվի այս process-ը ու այնքան իմ համար օրգանիկ եղավ այդ ամեն ինչը ու այնքան հաճելի եղավ որ գիտես փորձում եմ մաքսիմալ ինտեգրված լինեմ փորձում եմ որովհետև ինձ հաճելի է իսկ այդ հաճելի մթնոլորտ ու այդ հաճելի իվենտներ ու այդ օգտակար նաև իվենտները իրականում քո եւ քո թիմի հետաքրքիր մոտեցումների արդյունքն են այնպես որ մեծ դրական փոփոխություն եք բերել իմ սովորական առօրեական կյանք իրականում։ Ընտիր։ Ուրախ եմ շատ։ Մենք դրա համար իրոք ժամանակ ու ջանք ու եռանդ ենք դնում։
որ ակումբը այն մթնոլորտը ունենա, այն էներգիան ունենա, որի մեջ ծիլը կծաղկի ու կզարգանա։ Այդ ծիլը համ մեր հարաբերություններն են, համ ակումբի անդամների մեջ գործարքներն են, համ էմոցիաներն են, այսինքն այդ պարարտ հողը որ կա, այդ հողի մեջ լիքը գցած սերմեր ծիլա տալի։ Մենք այդ պարարտ հողը ուզում ենք միշտ պարարտ պահենք, էլի։ Ու ես վստահ եմ, որ իրականում մեր բիզնես միջավայրում շատ մեծ խնդիրը վստահելիությունը։ Երևի մեր բնույթից է դա հայերի, մարդիկ իրար մի քիչ դժվար են վստահում։ Հա, այսինքն, բայց բիզնես առանց իրար վստահելու չի լինում։ Լինում են ինչ-որ գործարքներ, միանգամյա, երկանգամյա, բայց եթե վստահությունը գործընկերների մեջ չկա, այդ բիզնեսը ապագա առանձնապես չունի, հա, գործընկերություն էլի չի դառնում։ Իրականում ձեր ակումբը վստահ եմ ակումբակիցների միջև, ակումբակիցների մեջ, այդ գործընկերային հարաբերություններում մի տեսակ ապահովում է այդ վստահության մթնոլորտը, որտեվ բոլորն էլ գիտեն, պատահական մարդիկ ակումբում չկան եւ չեն կարա լինել։ Այո։ Իսկ եթե մարդը ակումբի անդամ է, ինքը վստահելի է, ինքը գոնե մի քանի ֆիլտր անցել է փորձված մարդկանց կողմից։ Ու վստահ եմ այդ ակումբի գաղափարների հիմքում էլ դա կա դրված միանշանակ այն ինտելեկտի եւ կրթվածությանը զուգահեռ։ Հարգանքներս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ Գրիգոր ջան։ Եվ մեր հանդիսատեսին էլ ասեմ, որ դուք նույնպես մեր դիալոգին կարող եք մասնակցել, տեղափոխվելով մեր 3-րդ աթոռին եւ հարցեր գրելով եւ ինձ եւ Արտակին, եւ մենք կհանդիպենք արդեն հաջորդ մեր ոդքասթների ժամանակ։ Շնորհակալություն, Արտակ ջան։ Շնորհակալ եմ։ Մերսի։